Առանց երկար բանակ սպասացնելու Միսակ Խոսնիկյան, պատրում։ Լավ չեմ տեսնում ձեզ, ես լսում եմ Լսում։ Ես չեմ տեսնում ձեզ, ես ուղղակի եմ, որ երիտասարդ աուդիտորիա վճարաշված մի երկու հինեկերների մնացածը մեծ երիտասարդ եք, երևի ձեզ հետաքրքրում ճարտարապետությունը, պիտի ես էլ վարժապետ եմ ավելի շատ, երբ որ ասեց ճարտարապետ, այդ ես վերջերս իմացա, սովորաբար ես չեմ ներկայանում որպես ճարտարապետ, այսինքն վերջերս որ 3-4 տարի առաջ ինձ զանգեցին տուն, թե մենք քեզ ուզում ենք ընտրենք նախագահության մեջ, ճարտարապետների միության, ես ասի, որ ես անդամ չեմ, շատ զարմացան բան, հետո մի խոսքով վերջերս պարզեցի, որ անդամ եմ արդեն։ Բայց այնտեղ դարձան երևի Սարհատը իմանալ մեջի չեմ, չէ՞, երևի ոչ մի բանի մեջ չեմ։ Ես չգիտեմ, ես հարցրեցի ճարտարապետության միության նախագահին, թե ինչի եք մտցրել մեջը, ինքը ասեց տենց լավ է։ Ես ասի, որ ինչ պիտի անեի կամ դրսում կամ ներսում, որ մի բանկ փոխվեր, ասեց այսպես ճիշտ է։ Մի խոսքով, այդքանից հետո ինձ որ ներկայացնում են որպես ճարտարապետ, ես ունեմ դրա թուղթը, ինչ-որ մեկը ինձ դրա տեղը դնում է։ Ես կառուցել եմ ինչ-որ բաներ և հաշվատում եմ ինձ պատվերը շատ, այսինքն ես ներկայանում եմ պատվիրատուին որպես ճարտարապետ առանց այդ հղումի, որտեղ ինձ հետաքրքիր է այդ գործը անելը, ունեմ կառուցած բաներ, հիմնականում փոքր եմ աշխատում ոնց որ երևի ձեզնից ոմանք ինտերիեր դիզայնով, ավելի շատ ալինում տենց բաներ, և իմ ամբողջ դասավանդական գործունեության իմաստն է, որ ես կարողանում եմ ուսանողների շնորհիվ այնպիսի բաների նախագծման առնչվել, դիպլոմային մակարդակով, լինի դա բակալավրի կամ մագիստրոսի, որոնք եթե մենակ տունը նստեի, երբեք չէի անի, այսինքն մեծ ավելի հավակնոտ պրոյեկտներ, ծավալները մեծ, խնդիրները բարդ, և դրանով ինչ-որտեղ կուրսի մեջ մնում ես, որ չէ, ինչ-որտեղ ճարտարապետ ես։ Ես ձեզ, որտեղ երիտասարդ եք, երևի ճարտարապետության հետաքրքրված եք, որ եկել եք, ես ցանկանում եմ չենթարկվել որևէ դեպրեսիվ բանի, որ կարող է կապված լինի ձեր փող աշխատելու և այլն հետ, և միշտ հիշել, որ գործ ունեք աշխարհում եք ապրում և աշխարհում եք աշխատում, այսինքն դուք պետք է լինեք, ոնց որ ասում են, վաճառվող անկախ ձեր տեղից, որտեղ եք որ գցում։ Այսինքն եթե դուք մի րոպե մոռանաք, որ դուք կարող եք ցանկացած աշխարհի կետում նախագծեք, կյանքը ձեր տխուր կլինի։ Այսինքն միշտ պետք է պատրաստ լինել, դրա համար կամ կոնկուրսներ, երիտասարդական մրցույթներ, դա շահում եք, չեք շահում, դա շահելու համար չեք անում։ Անում եք ուղղակի, որպեսզի չսատկեք, կոպիտ ասած։ Էս է իմաստը։ Հիմա ես ներկայացա, գուցե ներկայանա, հետո սկսենք խոսել, հա։ Բարև ձեզ, ես Սևադան եմ։ Ես ներկայանում եմ որպես ճարտարապետ, դա իմ աշխատանքն է, բայց ինձ թվում է Միսակի փոքր նախնական ներկայացումից հետո ես ուզում եմ, որ իմ տեղ ավելի շուտ եմ տեղական թե այստեղ նստած։ Ես վերջին 10 քանի տարին դա ճարտարապետություն եմ բանա, որ ամեն օրվա իմ, այսպես ասած, զբաղմունքն է, բայց երբևիցե դա ոչ մի պահ ինձ ձանձրալի չի եղել, ոչ մի պահ ես չեմ հետ մտածել, որ կարող է օրինակ համար ավելի լավ լինել, որ վարսավի լինեի։ Իմ կարծիքով կառուցվելիքի մասին մտածելը ինձ համար առնվազն աշխարհի ամենահաճելի աշխատանքներից մեկն է, որ կարող լինի։ Ես ավարտել եմ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանը ու աշխատում եմ Հայաստանում։ Հիմա կերպարի մասին, ժամանակակից ճարտարապետության հավակնոտ վերնագիրն է, ես խոսեմ կերպարի մասին, ինչ որ կա մեզանում կարծրատիպեր ճարտարապետի։ Առաջինը դա ժողովրդի մոտ ճարտարապետը ասոցացվում է փոքրիկ վիշապիկի հետ, որը նստած աղբրին։ Այսինքն դա չինովնիկի տեսակ է, որը չի կնքի ձեր փաստաթուղթը, եթե ինքը դեռ շահ չունենա։
այդ շահը կարող է լինի ուղղակի կոռուպցիայի տարբեր երանգավորումներ ունեցող, մեծ ճարտարապետներին հետաքրքրում է այն մասը հատկապես, որ իրանք ասում են հողահատկացում չեմ տա, եթե իմ ուզած մարդը ջանի կամ ես ջանեմ, այդ տեսակ դեպա, եւ դրա ինչի համար եմ ասում, ժողովրդին որ խոսում ես, շատ դժվարանում ես հաղթահարել այդ կարծրատիպը, որ քեզ չնայի որպես ինչ-որ բան թույլ տալու համար հաճող կենդանի։ Այսինքն որ դու խոսում ես, բան ես ասում, դա չես ասում մենակ նրա համար, որ ինչ-որ մի բանի համար փող առնես։ Հիմնականում դա ստորագրության հետ է։ Գիտեք, ճարտարապետները վերջում են իրենց գործերը որ կատարվում է, ստորագրում են տակը։ Դա էլ է կարող ստորագրի, կարող ստորագրի կամ թույլ։ Մյուս ցավալի տեսակը, որը կարծրատիպը էլի կա մեզ հասարակությունում, դա գիտեք, սրանք կարծրատիպ ասելով օդից ընկած բաներ չեն, ժողովուրդը ինչ-որ հիմք ունի տենց մտածելու, դա կցորդ ճարտարապետն է, որը ինչ-որ շինարարական միավորման կից աշխատում է, օրինակ բոլոր այդ կազմակերպությունները, որ գիտեք, MMM, Prof, որոնք ինչ-որ բաներ են արտադրում, լուսամուտ, դուր, պատ, ինչ-որ արտադրվում է, նրանք ունեն մի փոքրիկ նախագծային բյուրո եւ այդ թվում է կահույք արտադրողները, ով որ ինչ-որ մի բան է կառուցում։ Եվ այդ դեպքում ճարտարապետը գործ է ստանում, որտեղ մարդուն լուսամուտ է պետք։ Իսկ լուսամուտը ճարտարապետական խոսք չի։ Այսինքն պատող ինչ-որ առաջարկում է այդ ֆիրման։ Դա մարդիկ հասկանում են, դա անում են ծախում են, եւ ճարտարապետները այդ արանքում ինչ-որ մի բան են փորձում անեն, իրանք այդ ֆիրմայի մասն են։ Այսօր աշխարհում եւ ոչ միայն Հայաստանում շատ ուժեղ տենդենս է, երբ որ այսպես կոչված դեվելոպերը, նա որ կառուցում է, ինքը հենց տերն է, ոչ թե կա պատվիրատու, որը կառուցողին է հանձնարարում, որը կառուցում է, հետո սպառողը սպառում է եւ այլն։ Ճարտարապետները ընթացքում տիրոջից ստանում է պատվեր, նախագիծ անում եւ այլն։ Այլ ինքը կառուցողն է ճարտարապետին պատվիրում։ Այսինքն ճարտարապետը դառնում է իր մի մասը։ Այդ դեպքում ճարտարապետությունը շատ տուժում է, որովհետև շահերի հակասություն կա կառուցողի եւ պատվիրատուի միջեւ։ Օրինակ փոքր զարգացնի հետապետների դեպքում կոլեգաներիդ նկատել եք, եթե չկա շինարար, այսինքն տերն է ղեկավարում շինարարությունը, ճարտարապետը շատ ծանր վիճակում է, որտեղ դու չես կարող ոնց ասեմ, սանկցիաներ կերալ, լծակներ չունես տիրոջ վրա, որպես պրարաբի, որպես աշխեկի, որպես շինարարի, իսկ ինքը նա ով որ պիտի լսի քո ծծումները, ինքը պատվիրատուն է, դա սարսափելի բան է։ Այդ ուրեմն կարծրատիպերի մասին, իսկ ոնց ասեմ, մենք ինչ ենք փորձում խաղալ, այս վերջերս Գարեգ Եղոյանը մեր խնդրի համար տեքստ գրել, չգիտեմ հասավ թե չհասավ, վերջը, ես իր ամենամեծ իմ հարգանքի նշանը ինչ-որ ուներ, որ այդ մարդը փորձում է շուկայական բանում աշխատի, ռեգիստրում, այսինքն չի օգտվում լծակներից արտա մասնագիտական։ Դա ինչ դժվարություն է մեզ տալիս։ Եթե ես վերցնում եմ պատվեր եւ իրականացնում եմ գործ, ես դիպված պիտի լինեմ մինչեւ վերջի ոնց ասեմ, լույսը կախելը, վարակույրը, նույնիսկ սպիտակերենը պահարանում դնելը տեր կանգնեմ պրոցեսին, որովհետև գովազդը արդյունքով է, այսինքն ես ոչ թե նախագծող եմ, եւ դա հին ճարտարապետը միշտ էլ այդպիսի ֆունկցիա ունեցել է, դա միշտ է տենցել է, ապրանք է ստալի, դա շատ ժամանակ է տևում, դա նախագիծ տալ չի, նախագիծը ինքը բավական աշխատանք է, երկար եւ արհեստ է, եւ կներես մի քիչ երկար մագուցը այս նախաբանը, ես ուզում եմ զգուշացնել, որ չնայած նպատակում են գործը անում, բայց ես լրիվ համաձայն եմ կարծիքի հետ, որ ճարտարապետությունը արվեստ չի, կամ եթե արվեստ է, շատ հին իմաստով է արվեստ, նոր իմաստով, մենք հասկանում ենք ժամանակակից արվեստ կամ արդի արվեստ, այդ իմաստով ես կարծում եմ ավելի լավ ասել չի։ Իսկ հին իմաստով երբեմն արվեստը, որպես շատ զիլ արած հմտությունների, արհեստի մակարդակից ավելի բարձր լավ արած բան, որպես կատարյալ արհեստ, այդ իմաստով, ինչպես հին ժամանակ օգտագործում են, այդ իմաստով գուցե։ Բայց դա չի նշանակում, որ ճարտարապետությունը
ոնց ասեմ, դրանով ինչ-որ բանով պակաս է, կամ ամաչի ուտեղ ունի, կամ բան, որտեղ արվեստը սովորաբար բլուսով է ներկայանում, չէ՞ որ մի աուրա ունի, դա չի նշանակում, որ արվեստը եւ շփվում է գեղեցիկի հասկացության եւ բոլոր այն կատեգորիաների, որոնք էսթետիկի բնավ գավառում են, նաեւ ժամանակակից արվեստի։ Ուղղակի ես ինչ եմ շեշտում, որ արվեստ չի, որովհետեւ իմ իմացած բոլոր վատ գործերը արվում են այն ճարտարապետների կողմից, որոնք համարում են, որ դա արվեստ է, եւ մեր հասարակության մեջ ընդհանրապես ճարտարապետները շատ վերևից եւ շատ տգիտությամբ են մոտենում ժամանակակից արվեստին։ Չգիտեն ինչ է, չեն ուզում իմանալ ինչ է եւ արհամարում են։ Ես կներեք ինձ հավակնոտ եմ ասում, օրինակ ասեմ չէ թե չի։ Եվ ցույց տան որ գիտեն, ճանաչում են, սիրում են կամ հասկանում են այդ ինչ բանը։ Ուրեմն վերջացնում եմ նորից ամփոփեմ, ուրեմն կա այդ դեռ մարդիկ, թեկուզ մեր փոքրիկ համայնքում, որոնք փորձում են աշխատել այնպես, որ իրանց արածը մարդկանց այնքան գայթակղի, որ իրանք այդ պատճառով, որ իրանք լավ բան են արել, ելի ստանան պատվեր, դա մի անհատություն է, իհարկե, դրանով մեծ բան չէ ստանան, բայց երեք մարդ ընտրություն է անում։ Եվ ասում եմ, մեծ բաների մասին կարելի է կոնկուրսներ անել եւ սահմանելով էլի բաց չզգալ։ Ես մի քիչ կշարունակեմ, բայց մի քիչ ուրիշ ուղղությամբ չեմ։ Իսկ ճարտարապետությունը, ինչպես բոլոր ուրիշ արհեստները, ի սկզբանե ավելի շատ զարգացել է, հաստատվել է ու հետո նոր մարդիկ սկսել են իրատեսական մասով զբաղվել են առումով, որ ինչ է այն, ինչ որ մենք անում ենք։ Այն բոլոր կարծրատիպերը, որ Միսակը դրանց մասին խոսում էր, առօրյա մեր արհեստի առօրյա բաներն են, մասերն են, մենք ամեն օր շփվում ենք դրանց հետ եւ խնդիրներն որ մենք պիտի լուծենք թե մեզ համար եւ թե հասարակության հետ մեր հարաբերությունները ճշտելու եւ թե մեր պատվիրատուի հետ հարաբերությունները ճշտելու, բայց մի պահ գալիս է հասնում, որ մենք սկսում ենք մտածել թե անկախ նրանից որ մենք տան ինտերիեր ենք նախագծում, թե կամ իրականացնում լրիվ համաձայն եմ նրա հետ Միսակն ասես, որ նախագծումը չի խնդիրը ամբողջական արդյունքի մասին է խոսքը գնում, թե ինչ-որ մեծ մոնումենտալ կառույցի մասին է։ Այն մարդը, որ իրեն կոչում է մասնագետ, անում ունի մեկ հիմնական միսիա գուցե։ Տարբեր ժամանակներ չխորնակ պատմության մեջ, բայց տարբեր ժամանակներ, տարբեր տեսաբաններ փորձել են դա վերլուծել ու հասկանալ թե ինչպես է դա ստացվում այդ արվեստի գործը կամ կառույցը կամ այն ինչ-որ ճարտարապետը անում է, որոնցից ամենահայտնին իհարկե Վիտրովիուսի ասած 3 էլեմենտների այն ճարտարապետությունը նաև որ ապահովում է այդ 3 հայտնի էլեմենտները՝ կայունությունը, գեղեցկությունը եւ օգտավետությունը։ Բայց ինձ թվում է, որ ես անձամբ ունեմ իմ սահմանումը, որը ինձ շատ օգնեց նույնիսկ փոքր նախագծերի ժամանակ դուրս գալ այդ բարդությունից, որ դե հիմա զուգարն եմ նախագծում, բայց միևնույն է ինձ հաճելի է դառնում։ Խնդիրն էսպես է, ի սկզբանե մարդը, ինչպես ուրիշ բոլոր արարածները, բնազդաբար սկսել ենք փորձել մեր միջավայրը հարմարեցնել մեր կենսակերպին, մեր կենսավայրը մեր կենսակերպին հարմարացնել։ Իսկ մարդու մոտ ապագայում դա անցել է բանից, բնազդին բնորոշ սահմաններից ու դարձել է գիտակից։ Ուրեմն սկսած ճարտարապետությունից վերջացրած ինչ-որ կոչում է քաղաքաշինություն լայն առումով կամ պլանավորում կամ ինչ-որ մենք գործ ունենք մեր անմիջական տարածքի հետ, որը կարող է լինի շատ փոքր կամ կարող է լինի շատ մեծ, նույնիսկ մեր մոտ տիեզերքի երկրագնդի շուրջ, որ արդեն կատարվում է դա։ Այդ տարածքի համապատասխանեցնելն է մեր կենսակերպին, մեր կենսավայրը համապատասխանեցնել մեր կենսավայրին։ Ու
Այս բառը, որ օգտագործում եմ կենսավայր, ես կարող եմ միայն այսպես բացատրել, այն ամեն ինչը, այն ամբողջ մարդածին էլեմենտներ, որոնք մենք օգտագործում ենք, որ սկսում է մեր անմիջական կաշվից դուրս ու տարածում է մինչև շատ ավելի մեծ տարածություն, որտեղ մենք իրականացնում ենք մեր բիոլոգիական գործողությունները, մեր գոյությունը։ Այդ կենսավայրը կարող է լինի մեր հագուստը, կոշիկ, գուլպա եւ այլն եւ տարածվի այս դահլիճով, դառնա մեր քաղաքը, գյուղը, վերջապես։ Դա ճարտարապետի հիմնական միսիան դա է, որ այդ կենսավայրը կազմակերպի ու հարմարավետեցնի կենսագործունեությանը։ Դրա արդյունքում ստացվում են 3 հայտնի էլեմենտներ, դրանք անցանցյալներ են կարծիքով, գեղեցկությունը, էսթետիկան, որը շատ հաճախ մարդիկ շփոթում են արվեստի հետ էսթետիկան, ինձ թվում է պատճառը միսակի ասած խնդիր, որը այն ճարտարապետները, որ կարծում են, որ ճարտարապետությունը արվեստ է, իրանք էսթետիկան են շփոթում արվեստի հետ, ոչ թե իրանք կարծում են, իրանք արվեստով են զբաղվում։ Էսթետիկան, կայունությունը եւ այսպես ասած հիմա ընդունված ասել ֆունկցիան, դրանք արդյունքներ են մեկ հիմնական էլեմենտի, որը կոչվում է ճարտարապետություն։ Այդ սահմանումից ելնելով, ինձ թվում է բոլոր հարաբերությունները ավելի հեշտ են լինում արդեն հասկանալ։ Սկսած նրանից, որ մենք քաղաք ենք կազմակերպում, քաղաքային միջավայր ենք կազմակերպում, թե մենք կազմակերպում ենք բնակչության բաշխվածությունը կամ բնական ռեսուրսները մեկ երկրի կամ երկրամասի վրա, թե արբանյակների պտույտը երկրագնդի շուրջ։ Ինձ թվում է դա իմ մեկնաբանությունն որպես սկիզբ խնդիր, որ պարոն Բալասանյանը բանարեց արձարծեց քաղաքաշինության եւ ճարտարապետության հարաբերության մասին։ Հարաբերությունը դա է, որ իրանք ուղղված են նույն տեսակ գործողություն կատարելու, իրանք տարածքի, կենսավայրի կազմակերպման մասին է խոսքը։ Իսկ քանի որ մեր հասարակությունը հազարամյակների ընթացքում դարձել է բավականին շատ ճոխը ճիշտ չի, շերտավորված ու շատ մասնագիտացված, նրանց որ սկսել են բաժանվել այդ բոլոր կազմակերպման աշխատանքները, մեկը զբաղվում է զուգարանի նախագծմամբ, մեկը կառուցմամբ հարմարավետ դարձնելով, մեկը զբաղվում է քաղաքի հարմարավետ դարձնելով։ Լավ, Միսար ուզում ես լուր բանացել, ստավակցության։ Ես չեմ ուզում ոչին բան ասեմ, գիտեք ինչի, սովորաբար մարդիկ խոսում են, շատ հաճախ շատ կարևոր բաներ են ասում, բայց ոչ մի վստահություն չկա, որ իրար համաձայն որ նույն բանը մոտարապես գոնե հեռավոր նույն բանը նկատի ունեն, էլի։ Դրա համար ես ուզում եմ շատ ակտիվ լինի այդ ձեր բան process-ը, որ տեսական, տենց ամբողջ խոսակցություն քիչ լինի, էլի։ Տեսեք, ես որպես ճարտարապետ միշտ ես եմ նկատել, որ եթե ունեմ մի պատվեր, այդ պատվերը պիտի կատարեն իմ իմացած լավագույն ձևով։ Այսինքն բավարարեն իմ հաճախորդի, պատվիրատուի, հոգևոր և ֆիզիկական կարիքները։ Մասա այդ մի քիչ աբստրակտ է թվում, թողարկես։ Այն կարծրատիպերը, որ ասինք լույսե ճարահատյալ, ես էլ մի օր գնայի դուրպատուհան կարուսեի կամ եւ այլն, բայց դա երբ խոսում ճարտարապետության մասին, դրա մասին չեն խոսում։ Չնայած այդ ճարտարապետը, որը գնում է աշխարհում է պրոֆայլում, դուրպատուհան է սարքում կամ Արամիսի խցիկ է սարքում նախագծում, նա էլ որոշակի ճարտարապետական հմտություններ է գործածում այդտեղ, բայց եթե խոսում ենք ճարտարապետության մասին, ես խոսում եմ
այն արհեստի կամ արվեստի մասին, որի հետևանքով ստեղծվում է մեկ միջավայր մարդու գործածության համար։ Այդտեղ մեծ դեր է կատարում էսթետիկան, որտեղ դա հոգևոր կարիքների պատասխան է տալիս իմ կարծիքով, շատ մեծ դեր է կատարում ֆունկցիան կամ գործածության նպատակները, առանց դրան չի կարող լինի։ Եվ այս կայունությունն էլ բնավորաբար եւ բացի կայունությունը շատ ուրիշ տեխնիկական խնդիրներ կան, որ պետք է լուծվեն իմիջի այլոց։ Ես քիչ ընկերեմ նախագծել, չնայած նա որ երկար անցյալ ունեմ աշխատանքի, բայց ինչ որ կառուցել եմ, գոնե իմ տեսակետից կառուցել եմ իխորոց սրտի։ Ես ցանկանայի հիմա խնդիրը բերել ճարտարապետության եւ քաղաքաշինության, թերևս այդ թողնենք հետովան ժամանակակից եւ ավանդական ճարտարապետությունների հարաբերության մասին խոսեմ։ Այստեղ սկսեցին խոսակցություն վիտրով եւ բան, ես հին աշխարհը չեմ տեսել, ոչ իման համարը չեմ հիշում, բայց ես մի բան գիտեմ, որ ինձ համար ճարտարապետությունը ոչ կայունության, ոչ մարդու բավարարման, ոչ մի բանի համար չի։ Դա ես կրթություն եմ ստացել եւ իմ լինելու ձևն է այսօր, եթե ասենք դա չի լինում, ես ահագին ճղվում եմ, որ ուրիշ ձևով կարողանամ գոյատևել։ Եվ դա մենակ ֆինանսական հարց չի։ Եթե դու այդ գործի մեջ չես կարողանում գոյատևել, այսինքն ինչ-որ ձևով քո ցավերը, նեղությունները կամ բանը, ոչ թե դա ինքնաարտահայտության մասին է, այլ աշխարհի արտահայտումը քո միջոցով, դա եթե չի լինում, ինչքան էլ ես դա ասում եմ արվեստ չի, ես չեմ հասկանում ինչի մասին է։ Այսինքն բոլոր ճարտարապետները ասում են, որ նրանք շատ հոգում են մարդկանց մասին, կոմֆորտի մասին, ես չեմ հավատում։ Ես կարծում եմ, որ ես ստիպված եմ հոգալ մարդու մասին, եթե չէ այդ մարդը ինձ ուղղակի մոտիկ չի թողնում։ Ես ստիպված եմ ինչ-որ լավ բաներ անել, որպեսզի օբյեկտիվացնեմ իմ գոյությունը։ Վերջերս ես մի ճիշտ բան պետք է ասեմ, որ ինձ ասեն հա լավ արա։ Դրա համար ես ուզում ասեմ, որ բոլոր հատկապես երիտասարդներ են նստած, բոլորը ուզում են ինչ-որ իրենց բան անեն, որ տեղի գտնի, որ հետաքրքիր լինի, որ իրանց դրայվերն մեջ է։ Եվ այստեղ շատ վտանգավոր հարցեր կա։ Ինչքանով է ձեր արածը այդ բաներին համապատասխանում, որ ձեզ ուրիշը ուզենա։ Սա շատ դժվար բան է։ Այսինքն, այդ որ ասում եմ ստիպված եք անել ինչ-որ բաներ, արդեն դուք ինքներդ սկսում եք ձեզ նենց չանել, կներեք մի քիչ sense տոնով, որովհետև ես իրոք երիտասարդների համար եմ խոսում ստեղ։ Մեր խոսակցությունը ուրիշ տեղ չի գնում, չէ՞։ Ուրիշ դարից չի գնում, չէ՞։ Հիմնական հանդիսատեսը երիտասարդներն են։ Հա, ես ուզում ասում եմ շամը չեմ ուզում խոսեմ, շատ ինձ կարևոր է որ երիտասարդներ։ Դուք մի բան, ինչ որ չեք սիրում, ինչ որ սիրում եք բան, բայց միևնույն ժամանակ դա այնքան պիտի լինի օբյեկտիվ իր մեջ, որ վարակի, ամբողջացը վարակելու մեջ է։ Այն լեզուն, որ դուք ստեղծում եք, այն կերպարները, որ դուք որի համար եք դուք դառել ճարտարապետ։ Ես դա ստանալով գիտեմ, որ երեխեքը դառել են ճարտարապետ, որ հետաքրքիր բան անեն։ Իրանք ուզում են հետաքրքիր բան։ Հիմա հետաքրքիր ինչ է նշանակում։ Ոնց է դա հետաքրքիր, interesting, եղածի մեջ մտնող, էստե ինչ-որ կա, չէ, դրա մեջ պիտի լինի, դրա համար ենք մենք ստիպված ահան ֆունկցիոնալ, և մենք խամը տարբերվում է պրոֆեսիոնալից նրանով, որ ինքը իր արածը ոչ թե պաշտպանում է կամ սիրում է կամ ասում է ես իմ ջղի, ոյ ինչ լավ բան է, այլ ինքն առաջինը հարձակվում լզում դրան, որ դրա մեջ լինի այն, ինչ որ մտցնելու է դրան էստերի մեջ, մտցնում է այդ եղածի մեջ, այսինքն դրանը այդ եղածի հետ ինքը պիտի շնչի այդ շատ, սա դժվար բաներ են ժողով, սա շատ դժվար բան է, շատ դժվար է հասկանալ ոնց է մի մարդ գիտարը վերցնում երկում ու հանգարց բոլոր կոնտինենտների վրա բոլոր ուզում են այդ նույն բանից անեն։ Այդ ինչ ներվ է, այդ ինչով է ինքը, այդ ինչ
լակակներով ակապնում աշխարհի հետ, որ իրարացը լինում է տենց վարակիչ։ Իսկ եթե չի լինում վարակիչ, մնում է ես ես առնեմ տան մեկի գլխի, ուրիշ բան չկա։ Եթե չես կարողանում ինչ-որ վարակիչ բան անել, ուրեմն ուրիշի պետք է բանանի տեղով երկար խոսած թե։ Ուրիշ եթե ասելիք չունեմ, ուրեմն դի երկար խոսամ, չթողամ ուրիշը խոսա։ Դարի սենսը խոսա։ Հարցեր տա։ Ես դրի համաձայն եմ, ես ինձ հիշում եմ երկրորդ դասարանում, որ որոշեցի դառնալ ճարտարապետ, որովհետև պապայիս օֆիսում ես տեսնում եմ այդ կատարումը, ուղղակի սիրտս ուզեց դա անեմ այն ինչ որ իրանք անում են։ Ու դա ինձ հետո իմ կարծիքը չի փոխվել, դիովին համաձայն եմ։ Իսկ եթե վերադառնանք ժամանակակից ու ոչ ժամանակակից ճարտարապետության մասին, ինձ մի քիչ դա արհեստացին հարց է թվում, որովհետև այդ ամեն ինչը կապված է ուղղակիորեն այն ամեն ինչը, որ մենք ապրում ենք այսօր։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ ֆորմաները կամ դեկորացիաները շենքի վրայի նախապես օգտագործվել են, չգիտեմ, 1000 տարի առաջ, 2000 տարի առաջ, մենք կրկնում ենք դա, դա այդ շենքին չի դարձնում ոչ ժամանակակից, ոչ էլ հին կամ դասական։ Ինձ թվում է հարցը ավելի շուտ այսպես է դրված ճիշտ անկեղծ արված կառույցի մասին է խոսքը։ Իսկ եթե մոտեցումների մասին ենք խոսում, թե չգիտեմ, գուցե մեզ մոտ հիմա այդքան սուր դրված չի, ինչքան դարասկզբին սուր դրված է Երևանի հայտնի կառուցապատման ժամանակ, որտեղ կային ավելի կոնսերվատիվ եւ ոչ կոնսերվատիվ աշխատող լուրջ ճարտարապետներ։ Մենք հիմա ապրում ենք մի ժամանակ, որ մոդա է եւ շատ կարեւոր այսպես ասած բան է, կամ էր արդեն, հոսանք էր, որ շենքերը պիտի լինեն լավ ֆունկցիոնալ կազմակերպված եւ այլն, ու ճակատին ճպցված, օրինակ որ հունական գունավոր են ներկայացված, մի հատ հունական 4-րդ դարի թվականից առաջվա ֆրոնտոն։ Այդ շատ մեծ ճարտարապետական տենդենս էր։ Այդ շենքը չի կարող համարվի ավանդական, ոչ էլ չի կարող չհամարվի ժամանակակից։ Դրա համար ինձ թվում է, որ այդ խոսակցությունը մի քիչ ոչ գուցե ճիշտ ձևակերպված է այդ հարցադրումը։ Ներկայիս Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որտեղ հասնում է եկեղեցի կառուցում, իսկ Մայրաթորում դարել է իսկական season salad։ Ես չէի ասել, որ դա ճարտարապետություն է, ոչ թե ավանդական գավայելում, ուղղակի կոպիտ բան է, ռեպլիկա արած բան է։ Մենք ես դրա մասին ենք խոսում։ Ես կարծում եմ, երբ որ մենք ասում ենք ճարտարապետ եւ երիտասարդ ճարտարապետները, մեկ հիմնական տարբերություն կա ճարտարապետի եւ նկարիչի մեջ։ Դա արդեն քլիշե է դառել այդ խոսքը, դա ճարտարապետության իրանական արվեստներու հանգամանք։ Այսինքն ես որպես ճարտարապետ ունեմ մեկ խնդիր իմ առաջ դրված։ Իմ պատվիրատուի կամ հաճախորդի կարիքները ֆիզիկապես այդ շինությունը այնպես կառուցեն, որ նրա կարիքներին գոհացնեն։ Դա է նպատակը։ Այստեղ մենակ մեկ խնդիր է առաջ գալիս։ Շատ խնդիրներ առաջ գալիս, բայց մեկ խնդիր ինձ կոնե մտահոգում է եւ հոգևոր այդ հոգեկան հաճույքը, որը մեկ ձևով արտահայտվում է էսթետիկայով վերևս, դա ինչքան մեծ դեր է կատարում շենքի ֆունկցիայի մեջ։ Եթե շենքի, ասենք, ննջարանը պիտի ունենա այս չափսերը, եթե երկաթուղակայանում պետք է լինի այս ֆունկցիոնալ հարաբերությունները, էսթետիկական ներդրումը, ինչ դեր է կատարում է դա։ Իմ կարծիքով էսթետիկան միանշանակ արդյունք է, ոչ թե որևէ մի բան, որ մարդ պետք է ներդրի ու դրանից ստանա ինչ-որ արդյունք։ Իսկ եթե ասենք եկեղեցի կառուցելու մասին խոսքը գնաց, եթե կառուցենք մեկը մեկի հրիփսիմեն այսօր, կստացվի կներեք զիլի։ Որովհետև այն մարդը, որ կառուցել է հրիփսիմեն, ունեցել է շատ կոնկրետ, ոչ միայն պատվիրատուին
հաճայանալու կամ պարանելու խնդիր, այլ նաև ունեցել է շատ կոնկրետ ներքին այդ բզիկը, որի մասին կարծում եմ Միսակը դա էր ասում, որ հիմա դա ուզում ենք ասենք հավաք կամ չգիտեմ այսինչ կամ այնինչ, բայց ունեցել է մի հատ բզիկ, որ կարողացել է իրան առաջնորդել մինչև Ռիքսինեի ստեղծելը։ Ներկա պահին գոյություն չունի, հատկապես ճարտարապետության բանում, ասպարեզում այդ բզիկը գոյություն չունի։ Շատ քիչ դեպքեր են հանդիպում, որոնք նախագծողը կամ կառուցողը կարողանում է հասնի այդ բանին։ Այդ հոգևոր ճարտարապետության ինձ թվում է նույնքան կարևոր այն ինչ որ ես չգիտեմ այդ մեկ էլեմենտը որ գուցե մի time out անգլերենում architecture բառը թե process-ն է նախագծման, կառուցման եւ թե այդ արհեստն է մասնագիտությունը եւ թե կառույցը ինքն է դա հետաքրքիր բան է, իսկ մեզ մոտ դա մի քիչ խախտված է, մեզ մոտ արդյունքը շենքն է, ճարտարապետը մեկ ուրիշ բառ է եւ ճարտարապետությունը մեկ ուրիշ բառ է։ Ինձ մոտ այդ անգլերենում շատ լավ է լուծված, այդ բզիկը դա ճարտարապետություն է, դա եթե մարդը անկեղծ է լինում ինքը իր բզիկի հետ, կարողանում է ստեղծել մի կառույց, որը խնդիր չունի բան անելու, ապացուցելու, որ ինքը ժամանակակից է, խնդիր չունի ապացուցելու, որ ինքը գեղեցիկ է, խնդիր չունի ապացուցելու, որ ինքը կայուն կմնա։ Կարելի է հարցեր տա։ Հարց։ Անձնական բանից եք խոսում, քաղաքականը մոռանում եք, էլի։ Ես մի քիչ լավ չեմ հասկանում, թե մարդը ինչ անձնական դրդապատճառից կամ բզիկից պետք է Արամ Խաչատրյանի արձանը լինի։ Օպերայի կողք։ Լավ։ Ուրեմն չէ, դա մի հատ ուրեմն գաղափարի շարունակությունը, որ 60-ականներից է եղել, եւ հյուսիսային փողոցներ ակնհայտորեն ազգայինի մասին մտորումների եւ կերպով փողերի լվացման, հենց միասնական այդ մարդկանց պատկերացման, իրենք ոնց են պատկերացնում անկախ Հայաստանը եւ ինչ ճարտարապետներ կան, որոնք կարծում եմ իրենք ամենալավն են պատկերացնում անկախ Հայաստանի ճարտարապետությունը որն է, դրա համար էլ նրանք թե համայն հայության ճարտարապետ չի, ինչպես այս կոչերները կան, տալիս են իրենք իրանց եւ դրանք բոլորն են ճարտարապետներ են։ Ուրեմն այն ամենայնիվ ճարտարապետը ինչ-որ իմաստով քաղաքական գործիչին հավասար մեկն է կամ գոնե գրողի Պարուս Սևակի, Սիլվա Կապուտիկյանի նման, որոնք ազգի ինչ-որ պատկերացում ունեն եւ այդ պատկերացումն են ուզում, որ մասսայականացվի կամ ասենք թե տարածում գտնի։ Ինձ ավելի շատ հետաքրքիր է ձեզ հարց տա, թե դուք ինչպես եք պատկերացնում կամ տենց ոչ գոյություն ունի, կարող եք ասեք թե դա ինչ ոչ է, երրորդ հանրապետության անկախ Հայաստանի, ուրեմն ազգային պետության ոճը։ Ակնհայտ է, որ դա կլասիցիզմը չի, ոչ էլ այդ ստալինյան բարոկոն, այլ մի ուրիշ բան, որի շուրջ մտածում են երևի այն ճարտարապետների միություն անդամները, որ Միսակը անկախ իրենից դարձել է։ Երկու բառով Միսակ, ինչպես կուզենայիք, որ լիներ, կամ ունես արդյոք է տեսակ տեսլական, անկախ Հայաստանի ճարտարապետությունը։ Շատ շնորհակալություն, ուրեմն շատ կարևոր արդեն մասի ենք մոտենում, ինքնա այդ պայթյունը, որ քո մասնագիտության մեջով խոսքդ ասեց, եւ ես ասում եմ, որ ճարտարապետությունը այդ լեզու է, որով բան ես հաղորդում եւ ինչքան վարակիչ է այնքան լավ, հիմա արդեն մտնում ենք այդ ինտերեսթինգի ձևավորող բաների մեջ, քաղաքական, հասարակական հարցեր։ Սա ասում եմ, երիտասարդներուն մի քիչ տենց հեշտ բան չի, որտեղ մեր փեշակը շատ է արհեստը մեջ է, բայց ինչ որ հարցնում է շատ կարևոր հարցեր են։ Ես հիմա կներեք, եթե ձեզ համար մի քիչ այդքան էլ ոնց ասեմ, առաջնային կարևորությունը ձեր համար է, տարիքի համար չէ, բայց հարցը ամենակարևոր հարցերից է։ Ուրեմն ուզում եմ հիշեցնել մի բան, ազգային ճարտարապետություն կամ ազգային արվեստ բառը
կապ ունի որոշակի էպոխայի հետ, երբ որ ստեղծում էին ազգային պետություններ։ Ես համաձայն եմ այս թեզին։ Դա առնվազն 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ նկատի ունենք։ Բայց որպեսզի հասկանանք երջանակ ինչ է լինում, ուշադրություն դարձնենք մի հատ օրինակ եմ ուզում ասեմ Ճապոնիայի հետ կապված։ Ճապոնական երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ Ճապոնիան վարի գնաց, այսպես ասած, լավ պարտվեց, քիթը ջարդվեց սարսափելի ձևով, իսկ ինքը դուք շատ լավ գիտեք, որ 19-րդ դարի վերջում հսկայական խաղաղօվկիանոսային տերություն էր, շատ ուժեղ։ Այնտեղ այդ պարագայում երկրորդ համաշխարհային ջարդից հետո, կոտրվելուց հետո առաջացավ ազգայինի հարցը իրաց մոտ։ Ուրեմն ուզում եմ ասեմ, ազգայինի հարցը առաջանում է այն ժամանակ, երբ որ ազգայինը վտանգված է, երբ որ չկա ազգայինը, կոտրված է ազգային։ Այսինքն, երբ որ ոչ միայն ազգայինի մասին է խոսքը, ինքնության ցանկացած հարց նշանակում է, որ այդ ինքնությունը փոխել է պետք։ Այսինքն, այդ ինքնությունը կրիզիսի մեջ է։ Եթե ինքնությունը կրիզիսի մեջ չի, ինքնության հարց չի բարձրանում։ Եվ տեղ ունեցավ Ճապոնիայում մի այդպիսի հետաքրքիր բան, ես ցավոք ֆլեշկա ունեի, բայց չի աշխատում, չի ճանաչում, կարևոր չի, ավելի լավ խոսքով, եթե դիմանում եք խոսքը լսելու, որտեղ մենք սովոր ենք աչքով, չէ՞, նայել նկարիչներն են, ճարտարապետներն են, միանգամից ուզում ենք տեսնենք, էլի, դիմանանք լսելով, էլի։ Ուրեմն ճարտարապետությունը ես ուզում եմ հիշեցնել ձեզ Կենզո Տանգեի յոյոգա օլիմպիական համալիրը, բասեյնը։ Ինչ ես կներես, եթե ինչ երկարում է, շատ կարևոր օբյեկտ է, ինչի համար։ Այդ մարդը ուներ ազգայինի հարց լուծելու։ Ինքը արել է ամենատեկտոնիկ, ամենահոյակապ կառույցներից մեկը 20-րդ դարի, կառույց եմ ասում, ի նկատի ունենալով, որ դա շատ տարբեր ասպեկտներով եւ ինժեներական առաջին հերթին նմուշ է գործի, ինժեներական եւ էսթետիկ եւ մնացած բոլոր գործոններով։ Բայց ինցիդենտը ոնց որ ասում են անգլերեն, դա շատ նման է ճապոնական ուրվագծերին։ Ինքը ոչինչով չի կրկնում, չի կապկում ճապոնական իրանց ավանդական արտեֆակտները, շինարարությունը, բայց արտաքինով նման այնց մի հատ օբյեկտ է անում, որը լինելով ամենայն ճշմարիտը ինքը իր կառույցի նկատմամբ շատ նման է։ Դրանից հետո հաջորդ սերունդում ճապոնական ճարտարապետները նման խնդիր չեն ունենում, որ տենց հանճարել ձևով համ լինեն մաքուր ճարտարապետ, այսինքն ոչ մի նեյնիմային կոմպրոմիսային բաներ չանեն, բայց միևնույն ժամանակ լինի պոպուլար հանրայնորեն ընկալելի որպես ճապոնական իրենց հարած։ Հաջորդ սերունդները արդեն անում են ավելի իրանք ուսումնասիրում են ճապոնական ավանդույթը եւ ինքը Տանգեն ասում էր, որ ավանդույթը պետք է շատ լավ իմանալ, ուրիշ ոչ մի բան։ Երբ որ դուք շատ լավ գիտեք, մնացածը ձեր գործը չի, իրան մեջ մտնում։ Եվ հաջորդ սերունդներում արդեն դուք արտաքինից չեք էլ տեսնի այդ ճապոնականությունը, այսինքն մի քիչ սուրաչ, մի քիչ ավելի ուսումնասիրող մարդիկ զգում է ինչ-որ բաներ, բայց այդպես ակնն բախ չի, ոնց որ Տանգեի այդ առաջի գործում, առաջի հայտնի գործում։ Ուրեմն մի ուրիշ կողմից մոտենամ, թե ես ոնց կպատկերացնեի այսօր ազգային։ Երբ որ Կոմիտասը, Թամանյանը կամ այդ ազգի հայրերը, որոնք իրանց ժամանակի ճիշտ է, մենք երնեք պիտային, որ մի 100 տարի առաջ սկսեին պրոցեսը, որ գուցե մենք դարդերից դուրս կմնայինք, ուշացած չէինք լինի պետության համար։ Բայց այդ մեր ազգի հայրերը, որոնք շատ մեծ մարդիկ են եւ որոնք այսօր փողերանը կարողով սպանվում են, ոնց որ անցել անգամ այստեղ զրույցի ժամանակ են տալի։ Այսինքն պետք է իմանանք իրանց ոչ թե սենտանները դնենք գլխին, դրա մասին չեմ խոսում։ Նրանց խնդիրը դեռ ուրիշ է ազգային ստեղծելու, քան թե այսօր։ Եթե մենք խառնում ենք դա, մենք շատ ոնց ասեմ, տանում ենք տալի գործը։ Իսկ իմ որ կարճ կապեմ այս ձայնը տամ, ուզում եմ օգտագործել օրինակը բերեմ, որ ես տեսա Տեքսասում։ Այնտեղ sense մի հատ բան կա։ Հանրային գործը հիմնական դա վերաբերվում էր փոքր կամ մեծ ծավալի փողոցում դեպող մի բանի։ Դրվում է 20 տարով։ Եթե 20 տարի հետո ժողովուրդը ասում է մեզ չի, լավ չի, հանեք, իրանք հանում են։ Եթե մնաց 20 տարի եւ ժողովուրդը դրան դեմ չի, դա դառնում է իրանց ազգային արժեք։ Ֆրանսերենը հուշարձան բառ չէ, ֆրանսիական մշակույթի մեջ նրանք ազգային արժեք են ասում, հենց արժեքը դնում են, ոչ թե հուշարձանն է ոտի տակ գնում կամ պաշտպանել, չպաշտպանել, այլ արժեք ավելի սուրեն հնչում, էլի։
Ես կարծում եմ, որ այսօր որևէ բովանդակային կողմով ասել սա ազգային, չի, այսինքն ձևական, ինչ-որ խարակտերիստիկա բնութագրերով, դա կանոն տալ է գործը։ Դա կարող են, դա արել են մեր պապիկները, այդ Թարամանյան, Թամանյան, Կոմիտաս, ուչնից։ Այդ ժողովուրդը, նամ ժողովրդի արածի մեջից այս բովանդակությունները հանել են վերեն, մի բաներ ավելացրել են, փոխել են, ասել են սա ճանաչեք որպես ազգային։ Այսօր դա միայն իրավական այն համար է հարցը։ Եթե ես մի քիչ շագերտներով եմ ասում կամ համարձակ բան եմ ասում, եթե ասենք մի գործ 20 տարին մի շատ կարող են այդ ժամանակը պետք է ճշտել, ինչքան դիմանման, այսինքն մարդիկ դրան տիրաժավորում են, դա վերլուծում են, դա գնահատում են, դա մտնում է թարգմանվում է եւ այլն, դա համարվում է արժեք ազգային։ Անկախ դա ինչից է սարքած, ինչ ձևամտավորության, կոմպոզիցիոն, հղացքային ճանապարհներով է տեղ հասել։ Խոսքը միայն եթե տերականգնում եւ կտերականգնում արդեն ստացվում է որ ազգը ներկայացող Ասիանի կողմից։ Եթե ասենք 10-20 տարի ինչ որ մի բան տերականգնված, ուրեմն դա չի կարելի համարել ոչ ազգային, անկախ նրա որևէ ֆորմալ բնութագրից։ Սա իմ կարծիքն է այսօր ազգայինը լինելու մասին, ավելի մանրամասն այդտեղ ճշտով հարցեր լինի։ Եթե այսօր արվում է մեկ գործ, ճարտարապետություն կամ ցանկացած դրսևորում, ինտելեկտուալ դրսևորում կամ ակցիա, դա արդեն պատկանում է մեր մշակույթին։ Եթե որոշ ժամանակ դիմանում է, այդ ժամանակ արհեստական է նշած, որ որոշում ես այդ ժամանակ։ Չէ, արհեստական չի, դա ուսումնասիրության հարց է, այդ ժամանակը փոխվում է, իմ կարծիքով կրճատվում է այդ ժամանակ։ Շատ լավ, դա կրճատվի թողել 2 օր, կամ 20 տարի, ես չի իմ խնդիրը։ Ես այն կարծիքին եմ, որ եթե մի գործ մի նկարիչ այսօր նկարում է Հայաստանում, դա ժամանակակից արվեստ է։ Իմ կարծիքն է։ Ժամանակակից արվեստ է, որովհետև արվում է Հայաստանում։ Դա ասենք մեկի համար մեկը տուն է նախագծում։ Ես սիրտը սաղում եմ, որ այս մազելիմները տեսնում եմ և անում դրեն տուն։ Հիմա, բայց դա այդ բացատրության որ դու ես տալիս, 20 տարի ոչ ինչ 45 տարի է։ Եթե ինքը վարակիչը, եթե ինքը ուրիշ ճարտարապետն է, ոչ թե տիրոջ բան ուրիշ բան է, մասնագիտական հանրույթը վերարտադրում է, թարգմանում է, տիրաժավորում է, քննադատում է, մի խոսքով հազար մի բան է անում, այդ նշանակում է իրան դա պետք է։ Այո, բայց տեսել ես դու մեկ դրություն, մի հատ հարուստի տուն տեսել ենք, որը նույն, ես միշտ ասում եմ, մավզելիումի ոչի չունի։ Ինչ որ սարկում են այդ կարիքները, մի հատ երկու հատ ես տեսել եմ, որ աշխատում են, ճարտարապետը շատ հստակ է երևում, որ նոր ճարտարապետ է, աշխատում է դուրս գալ, մոնումենտալ, մարդ չի պատկերացնում, որ այդ տան մեջ կարող է երեխա մեծանալ, կամ վազվզի ես խորեկող, կամ լվազ պրենիսեր ասում պատումանություն։ Առաջին երեցին մենք ինչ-որ շատ բակ սովորություն ունենք, հենց որ խոսում ենք ազգայինի մասին, սկսում ենք փնտրել բանի մաս, էթնիկ մնացորդների գործում գտնել։ Եթե խոսում ենք ազգայինի մասին, անպայման ճարտարապետության մասին, առաջին շատ մարդկանց մոտ առաջի երեցին նուր ու խաղողու այդպես բաներ պատկերացնում շենքի ճարտարապետի։ Այն ինչ-որ ազգային, ավելի շուտ ես կասեի պետական կամ մեր հասարակության, մեր հայաստանյան հասարակությանը, Հայաստանում ապրող ու աշխատող հասարակության ցանկացած ազգային
դրսևորում ունեցող բանը, այն ամեն ինչն է, որ միանշանակ համաձայնային միսակետ, այն ինչ-որ կրկնօրինակում ու անընդհատ վերարտադրվում է։ Դժբախտաբար, ճարտարապետության առումով և շատ ուրիշ բաներով ինքը լավը չի։ Մենք անընդհատ տեսնում ենք նույն տեսակ շենքեր կառուցվում, բայց մարդկանց փաստորեն կամ դա դուր է գալիս, կամ իրանք ուրիշ բան չգիտեն։ Փաստորեն դա, որովհետև ոչ մեկ, եթե մենք համարում ենք, որ մենք ապրում ենք ժողովրդավարական հասարակության մեջ, նորից եմ շեշտում, ուրեմն նշանակում է դա այն դրսևորումն է, որ հասարակությունը ցանկանում է դրանով արտահայտվի, դրանով ներկայանա։ Ուրիշ հարց, եթե քաղաքական լոբինգի նման է, եթե մեզ դուր չի գալիս դա, եւ մենք ուզում ենք, որ դա փոխվի, չգիտեմ, ես անձամբ իրականում ոչ մի պատկերացում չունեմ, որ Հայաստանի երրորդ հանրապետության, ասենք, ազգային ճարտարապետությունը, ես շատ կուզեմ, որ չունենանք այդպես բան, բայց եթե պետք է ունենանք, ես պատկերացում չունեմ, որ դա ինչպես է լինելու։ Բայց եթե ես մի բան կարծում եմ, որ դա ճիշտ է ու այդպես պիտի արվի, ես ուղղակի պետք է լոբինգ անեմ։ Ինչպես արվում է քաղաքական բաներով։ Պիտի փորձեմ ձեր գտնել, որ ես կառուցեմ իմ բաներով, իմ տեսլականով, ու փորձեմ այն ինչ-որ միսականում կամ ուրիշներն անում դասավանդելով եւ այլն փորձեմ մյուս սերունդին դա փոխանցել։ Իմիջիայլոց այն մարդիկ, որոնք դուք հետից հեռու մատնանշեցիք, իրանք շատ լավ են անում դա։ Իրանք շատ լավ գիտեն, առաջի երթին դա անձնական, շատ խիստ անձնական բզիկ է, հենց հյուսիսային պողոտան։ Չնայած իրականացումը եղել է բան, ասենք, փողերի լվանում քաղաքական խնդիրներ եւ այլն, բայց դա շատ կոնկրետ անձնական ամբիցիաների ու անձնական իգոյի լուծման ձև է եղել։ Եվ այդ տեսակ մարդիկ իրենք շատ լավ գիտեն այդ լոբինգ անելու եւ աշխատեցնելու իրար տեսլական իրականացնելու ձևը։ Մենք չգիտենք։ Չեք կարծում, որ դա տեսական գիտելիքի պակասի խնդիր է, այսինքն մենք չունենք տեսական դասավանդում ինստիտուտում նույնիսկ, այսինքն ես այդ պրոբլեմ ունեի ինստիտուտում, երբ որ նախագծում ենք անում, ասում էին որոշ դասախոսների այլ, այսինքն ազգային ավելի այսպես մոտեցում ունեցիք եւ այլ, բայց երբ որ հարց էր տալիս որն է ազգայինը, ոչ մի ինչ-որ, այսինքն կոնկրետ հստակ պատասխան չունեք, այսինքն ինչ-որ մի հատ գիրք, որ ազգային ճարտարապետությունը սա է։ Որովհետև չկա։ Որովհետև չկա, այսինքն ես շատ ուշ հասկացա, որովհետև չկա, բայց ինձ թվում էր ինձ պատասխանը վերջո գտային, բայց գիտեք ինչ, շատ բարդ հարցերի մասին ենք, մենք ուզում եմ շատ բարձ լինի մեր խոսակցությունը, որ չհոգնենք, որտեղ նկարել չկա, քիչ դժվար։ Ուրեմն Թարոմանյանի որպես ավտորիտետ, ինձ կար անում էին, որ Նաիր Թամանյան։ Ուրեմն առաջին անգամ Թարոմանյան եմ ասում, քանի որ նրանք ստեղծում էին ազգային ազգ էին ստեղծում, ուզում էին ասեին, որ այս ազգը իրավունք ունի լինելու, ունի այսպիսի ժառանգություն, այսպիսի գործեր արել, նրանք աշխատում էին հարացույցի մեջ, որը ազգային ոչ հարացույցն էր։ Դա գալիս է, ինչպես մեր սիրելի Վարդանը, Ազատյան ներկայացնում է իրագրքում գերմանական արվեստաբանության տրադիցիայից, եւ նրանք այդ տրադիցիային, ինչու մի տրադիցիային չի խոսես, էլի հնարավոր չէ ցույցնել։ Եվ ազգային ոչ հասկացողություն է բերում, որտեղ ազգ են ստեղծում։ Բայց ես ասում եմ, ազգը ստեղծել է որոշակի պատմական շրջան, չի կարելի անընդհատ ազգ ստեղծել։ Ազգը ստեղծվում է անընդհատ վերաստեղծվում է, բայց ոչ որպես խնդիր։ Ինքը վերաստեղծվում է, որտեղ ուրիշ խնդիրներ են լինում։ Ինչպես չի կարելի գեղեցիկ բան անել, որ գեղեցիկը խնդիր դնելով, գեղեցիկը մի հատ գերմանացու ասույթ է, չէ՞ հայտնի։ Ասում է, հույները փորձում էին անել այն ինչ-որ նշանակալիցը, իրենց մոտ ստացվում է գեղեցիկը։ Նույնն էլ ազգայինը ստացվում է, երբ որ դու ուրիշ խնդիրներ ես դնում։ Բայց որպես ազգային մշակույթ եղել է ժամանակ, որ այդ խնդիրը դրվել է։
Հիմա ես հույսով եմ, որ այս մեր պայմանները, որ հիմա կա շինարարության առումով բան, ձեր երիտասարդների մի մասին կստիպի այդ ձեր ասած հարցերը եւ այդ հարցույցները վերանայել։ Այսինքն, եթե ես գործ չունեմ պրակտիկ, գուցե կարողանաք ինչ-որ գրանտներ աղբյուրներ գտնել, որ տեսական վիրտուալ ձևով ճարտարապետություն զարգացնի եւ դա պիտի ազդի։ Ինչ-որ Արմանը ասում է, կամ դուք ինչ-որ ասում եք, դա կառուցողի վրա հիմնվող բան է, իսկ կառուցողը միշտ արկա պահի քաղաքական սապոգն է անում, կոպիտ ասած ուժը։ Դրա համար, որպեսզի դա փոխվի, ինչ-որ ձևով, եթե մենք դա չենք կարողանում, պետք է ուրիշ այն ավելի թեթև մատերիայի մեջ ինքը բուրըն պրոցես գնա։ Բայց այսօր իմ կարծիքով նույնիսկ այդ պրոցեսի ռեկը նույն մարդիկ են փորձում վերցնել, ինչ-որ նյութի մեջ կառուցվողը։ Եվ դա նշանակում է, որ այն հանրությունը, որը դա չի հավանում, այդքան չի կարողանում ակտիվություն ցուցաբերի։ Եթե դուք ունենաք պատրաստի հղացքներ, տեսլականներ, մտածողության հստակ ուղի, քննադատական, այսինքն սիստեմատիկ ոչ կառուցվող ճարտարապետություն, դրանից հետո չի կարող կառուցվող ճարտարապետությունը այդպես իր նման էշիպես քշի գնա։ Դա պիտի տակը բան էփի։ Իսկ այսօր ես նայում եմ, որ մենք այդպես ինիցիատիվաներ, ես եմ ասենց խոսում եմ, ինքս չեմ անի, որովհետև ես ասենք օրվա բանով եմ զբաղված, եմ ինչ-որ բանով զբաղված, այսինքն դա էլի ընկնում է այդ մարդկանց վրա, իսկ եթե դա ընկնում է դա, տեսեք ինչ խեղաթյուրումներ ա լինում։ Ես ասում եմ երկու չէ, կոնկուրսները արվում է այնպես ծանր, արհեստի տեսակետից, ասենք մակետ արեք, մի հեկտար մեկ մակետ արեք, որ ոչ մի աշխատող մարդ դա չի կարող անի։ Այսինքն կամ մեկ մոտ քննադատում են, որ կոնկուրսի տվյալներն են քիչ անելը, կոնկուրսներ պիտի լինեն, որ հեշտ է անել, որի համար պետք է շատ հարգանք լինի, թեթև ձևերի, դա համար շատ լավ որ եկել եք նպատ, արվեստի հետ առնչվող ձևերի, այսինքն միայն այդ համագործակցությունը եւ համագործակցությունը ժամանակակից արվեստի աշխատող մարդկանց հետ է, որ հնարավորություն կտա ինչ-որ մի sense նախապատրաստություններ անել, որոնք կարող է աճեն ինչ-որ միտեղ հետո այդ ուժեղ նյութի մեջ դաճող տեքստը փոխելու։ Ես այո, կարծես աշխատում չէ։ Մենք հետաքրքիր սոցիալության մեջ, որ ես բռնեցի, դա նա է, որ այն ճարտարապետությունը, այն ստեղծագործությունը, որը վերարտադրվում է և շարունակվում է, դա ի վերջո հասնում է ազգային մշակույթին ճարտարապետական ոճի, ազգային ճարտարապետական ոճի։ Դժբախտաբար այս ասպարեզում մենք ունենք իրապատասական ազդեցություն ունենալ, դա սերիալների մշակույթն է օրինակի համար։ Կամ մի քիչ առաջ ես ասի բնակարանները, որոնք կարծես գերեզմանատուն են, գերեզմանի հուշարձան են։ Սա բերում է ինձ մի ուրիշ խնդրի և դա սևական թեթևակի հաղեց դրան, դա ճարտարապետական արժեհամակարգի առկայությունն է և այդ արժեհամակարգի զարգացումը և տարածումը։ Այսինքն քաղաքաշինության մեջ հատկապես դու պետք է որոշես ինչ արժեհամակարգի համար ես նախագիծը և քաղաքաշինի պլաների պարտականություններից մեկը այդ արժեհամակարգը պրոպագանդելն և տարածելն է։ Հիմա վերադառնանք ճարտարապետությանը, եթե ինչ-որ հիմա արվում է դրանք կրկնվեն, հայտարարություն։ Լավ, բայց մեր դերը ինչ է։ Մտածող ճարտարապետների կամ մտավորականների դերը պետք է այն լինի, որ հանրության մեջ սերմանեն և զարգացնեն և աճեցնեն ճիշտ է։ Դա լավ բաց ասեցի ես, ուրիշ բաց չունեմ։ Իսկ ուղղակի բանի նման է, ռեկլամաների նման է, ես
իմ կարծիքով իմ ատամի մածուկ ավելի լավն է, քան ձերը։ Ես իմ ատամի մածուկ ավելի շատ եմ ռեկլամանում, մինչև որ բոլորն առան իմ ատամի մածուկը։ Ու դա դառնում է Հայաստանի ազգային ատամի մածուկը։ Այո, ազգային ատամի մածուկը, բայց կարող է պատահի դրա փոխարեն մի ուրիշ բան։ Կարող ավելի վատն է, քան այն չէ։ Խնդիրը սերան է, որ մտավորականները ունեն այս հստակ պարտականությունը, որ աշխատեն, ինչպես ասել, պրոպագանդել չի տարածել այն արժեքները, որոնք իսկապես համարում են այդ արվեստագետները կամ մտավորականները, համարում են, որ դրանք ճիշտ են և պետք է լինեն։ Չգիտեմ, կարողանում եմ բացատրեմ իմ միտքը թե չէ, եթե ես օրինակի համար քաղաքաշինական մեկ պրոյեկտ եմ անում, դա ես չեմ անում մի հատ հաճախորդի համար, դա ես անում մի համայնքի համար, և այդ համայնքը պետք է ունենա մի արժեհամակարգ, որի հիման վրա ես նախագիծ տամ իրան, կամ լուծում տամ իրա խնդրին։ Շատ հաճախ այդ արժեհամակարգը, որ ես ունեմ, և ժողովուրդը իմ, այսպես ասած, կլիենտը ունի, որը բախկացած է տեղ 100,000 ես տաղավացում ապրող մարդիկ, դրանք իրար հետ չեն դեմ։ Ինչ է դառնում իմ պարտականությունը։ Իմ պարտականությունը դառնում է, որ համոզեն այս տանտիրոջը, որ զուգարանը չի կարող աստիճանել, այդ տակը զուգարան մի կողի, որտեղ այդ անհարմար է, կամ հազար մի ուրիշ էլեմենտեր։ Ես փոքրիկ նմուշներ եմ ասում, որտեղ ես այն հավատքին եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պարտականություն ունի տարածելու այն սկզբունքները, այն հավատանքները, որ գոյություն ունեն միջավայրի ձևավորման մեջ։ Աման։ Ես անցյալ անգամ, երբ որ Արմանը խոսում էր և արտավարականից պրոցեսի ակտիվ միջամտել, հիմա ես ուզում եմ նույն բանը մի քիչ այդ վեճը շարունակել, որտեղ այդտեղ հետաքրքիր խոսակցությունը և հարցը տրվեց, ես ուզում եմ դա ավելի ակտիվ վերցնել։ Հիմա ինչու՞մն է տարբերությունը մոտեցման, մի փոքր տարբերություն կա էլ։ Բնականաբար պետք է այդ արժեքները կամ պրոցեսները, քաղաքական պայքարը և այլն այդ մի բանը։ Մի ուրիշ բանը, իմ վախը քաղաքականացված արվեստի, այդ տիպի քաղաքական արվեստի, այսինքն պրոպագանդիստական արվեստի նա է, որ երբ որ գալիս է տեղը, երբ որ սրանց տեղը գալիս են այն մյուսները, իրանք ուրիշ բան ունենան ասել։ Թե չէ, ցավալին հենա, որ դուս է գալի, որ ով կասի, ասածը նույնն է, բայց ով կասի, ես ավելի ազնիվ եմ, թողեք ես ասեմ, բայց ինչ ես ասում, նույն բանն եմ ասում, իսկ ինչի ես ավելի ազնիվ, որտեղ ես տենց եմ կարծում։ Հասկանում եք, դա սարսափելի է։ Դրա համար իմ ասածը մի քիչ տարբերվում է, և մեր ճարտարապետական ոճը, որ օրինակ ես այն բողոքայք ասում բան, ինքը կլասիցիզմ չի, չէ, ինքը նեոկլասիցիզմ էլ չի, ինքը նեոկլասիցիզմի, այսինքն այդ բաները շատ է գնում, և ինչի է տենց, այդ կլասիցիզմները, եթե մի հատ հիշեք պատմականորեն, դրանք ռեգուլյացիա անող տիպի ճարտարապետությունները, ռիթմեր են, շարքեր են, ոնց որ զինվորներն են շարվում, լուսամուտներն են շարվում, դա կարգ ու կանոն, հիմա որ խոսում են տեսականորեն են ճարտարապետության մասին, ասում են կազմակերպել տարածությունը, հենց ասում են կազմակերպելից շաքաղվում են, որտեղ կազմակերպել տարածությունը կարելի է ասենց կանգնել, բոլորին կոտորել է տարածքի մեջ, ասել ձախ, աճ, կազմակերպվում է տարածությունը։ Կլասիցիզմները, եթե հիշեք ֆրանսիական աբսոլյուտիզմի հետ է կապվում, ռուսական իմպերիայի հետ է կապվում, մի հատ տենց էպոխալ հիշեք, նույնիսկ Ամերիկայում, երբ որ կլասիցիզմը այդ են մութ տարիներն են մակարտիզմի եւ այլն, այսինքն ոճի իմաստով կլասիցիզմը կարող է այլուն գործեր ունի, որպես նմուշներ, բայց այսօր ես ինձ ստիպված եմ զգում դրա որպես ոճի դեմ խոսակը, մի քիչ աբսուրդ է, որ մարդ ոճի դեմ խոսա, բայց մի անգամից ցույց է տալիս ինձ, որ առանձնապես ասելիք չկա։ Իսկ երբ ասելիք լինում, երբ որ գեներացիա ոչ թե վերցնում ես մի տեղից ինչ-որ բառեր ու սկսում ես շարել, այլ ցավեր ես ունենում այդ ինչ-որ տեղի կոնկրետ դարումները ձևի վերածելու։ Այդտեղ ճարտարապետությունները շատ ավելի քիչ են և ինձ համար շատ ավելի թանկ է։ Դա չկա ոչ Մոսկվայում կոչված այդ հայտնի շենքում, որը բավական խեղճ արած, ես ցավում եմ, որ այդպես բան եմ ասում, հեղինակը ստեղ չի, բայց ինձ համար դա հաճախ։
ասենք Ջիմ Պետրովիչի քաղաքապետարան, մի հատ ուզում եմ երկու օրվար Ջիմ Պետրովիչի մասին ասեմ, էլի։ Այդ մի հատ ավտորիտետ է, որի հետ հաշվի նստել չի կարելի։ Չնստել չի կարելի, մենք ոնց նստենք հաշվի հետ և ինչ եմ ուզում ասել։ Իսկ մի անգամ Ջիմ Պետրովիչը խնդրեց, ինչ եմ ասում, որտեղ այդ ֆիգուրները իրանք ոնց ուզում եք վերաբերվեք, իրանք մեծ շլեյֆ ունեն։ Ոնց որ կացերավոր գնում է, հետևից մեծ բան անում։ Հիմա ուր ա գնում, այդ ուրիշ հարց, ուզում ես որ այդ կողմ գնաց, թե չգնա։ Բայց մեծ թողնում է, նույն Թամանյանը ինքը, բոլոր համճարակ ուժեղ մարդիկ, չեմ ասում համճարակ, բոլոր քիչ թե շատ կպավորիչ գործունեություն ունեցող մարդիկ թողում են շլեյֆ, որը երբեմն ավելի չարում, ինչքան էլ իրանք առաջադեմ հայացքներ ունեն։ Հիմա մի անգամ Ջիմ Պետրովիչը ինձ խնդրեց բան անենք, դասը լեկցիայի համար, ասեց դու հավաքի կազմակերպի, թող կամ երիտասարդները խոսեն բան։ Ռաշիդյանին ասեցի, որ սենց բանա, ինքը իմ անգլի վարիչն եմ, չէր որ ասել, Ռաշիդյանը պիտի ասեմ, սա ամոթ չի, ասեց, это տուպիկովая ветвь развития, ինչ է նշանակում, սա փակուղային ճյուղ է զարգացման։ Ես բան չասեցի, հիմա մարդը կարծում, հիմա նույն Ռաշիդյանը, իմ անգլիս վարիչի, ինչ է, երբ որ ինքը մոնումենտալ ինչ-որ բանի հավակնություն է ունենում անելու, ունակ Էջմիածնի հրապարակական, ինքը նույն ռեպերտուարից է սկսում օգտվել, ուղղակի ինքը առաջ անգամ երկրորդ անգամ է տանում։ Այն մարդը անընդհատ էր դրանով զբաղված, մի քիչ ավելի լավ էր անում։ Իմ հենց ղեկավարը, ում որ ես եմ Քյուրչյանը, ասենք էլի, երբ որ տեղ է գալիս մոնումենտալը, հանգած մեկ էլ մոռանում է իր այդ մոդեռնիստական բաները, փնտրտուքները, որ ես կարծում եմ, որ հիմնական Տենդերցյանի հետ բանի մեջ էր, որ շատ հետաքրքիր էր, իրանք երիտասարդներ էլ և բաները հեղինակային ամբիցիաների արժվել են, ժամանակ ինչ-որ մոդեռնիստական հետաքրքիր բաներ։ Նա ինքը նորից վերադառնում են այն բաների, որոնք իրանք չեն դավանում։ Այսինքն դա այնքան ուժեղ մտած է, Ռաֆայել Իսրայելյանը, որ էլի մի հատ հեղինակությունն որ չեք կարող այդպես այդ հեշտ փոխկվալ։ Ինչ ուզում եք ասել, երբ որ լինի հանրային ինչ-որ հավաք, դուք այդպես մեկ ակնածանքով պիտի ինչ-որ մի բան ասեք։ Հիմա ես ինչ եմ ուզում, ես չեմ ասում, ես ակնածանքով եմ ասում, թե չէ, ես ուզում եմ նշել, ես կերազեի պես արժանի լինել, թշնամի լինել այդպես մարդ, որը ոչ թե ինչ-որ վատ անում ինչ-որ մի բան, այլ իր արածի ինքը լավ անում ու ես համաձայն չլինեմ։ Դա արժանի խոսակցություն, մասնագիտության մեջ խոսակցություն է։ Ես օրինակ ուսանում եմ, որ տանում է Էջմիածին, որ նայեն, ասենք Ջիմ Պետրովիչի վերջի այդ կլոր եկեղեցի, չէ։ Ինք օրին համոզմամբ նա եկեղեցի չի և պետք չի տես բան անել և այլը 1000 մյակ։ Ուսանողներ չեն հավանում, ես հավանում եմ, ուսանողներ չեն հավանում, իրանք իրաց թույլ կարան չհավանում։ Բայց ես գիտեմ, որ անելու տեսակետից, փեշակի տեսակետից, այդ մարդը անում է և շատ-շատերը խոնարհվում են, այսինքն չեն կարա չխոնարհեն, ճիշտ են անում, որ խոնարհվում են, բայց ալտերնատիվ որևէ նմուշտ կառուցված, որ ուրիշ լեզվի է, քիչ է, մենք դրա համար հղում ենք 60-ական թվականների ինչ-որ մի բաների, ասենք կերասները Սայեդ փողոցի, Աբովյան փողոց, ես իմ շախմատի տուն, կամերային տուն, որ էլի նրանք էլ մաքուր արված բաներ չէ, բայց համեմատաբար նոր լեզվի փնտրտուքներ են։ Ինչ էի ուզում ասել, որ պետք է հարգել վարպետներին, բայց հարգել նշանակում է իրա տուրքը տա, այսինքն տեղավորել իրան հենտեղ, որտեղ որ ինքն է, ոչ թե լղոզված գլխներից վրա ստիլի դատորումանյան ելիքը ուզում է լինի, Նարեկ Սարգսյան ուզում ասել։ Բարև ձեզ, ուրեմն ես ներկայանամ Խաչատրյան Մարիամ, Փարիզդես համալսարանի քաղաքաշինության դոկտոր, Ստրասբուրգի ճարտարապետական ինստիտուտի լաբորատորիայի գիտաշխատող։ Այստեղ ինչ-որ ասվեց, շատ առարկումներ կան, առաջինը չկարելի ասել նամանավան ճարտարապետական ահագին ուսանողներ են նստած, որ ճարտարապետությունը դա արհեստ է, դա արվեստ է։ Ուղղակի ժամանակին ճարտարապետությունը միացված է եղել կերպարվեստի և քանդակի հետ։ Իսկ հիմա նա կերպարվեստի և տեխնիկայի հետ է միացված։ Եվ մյուս հարցը, ճարտարապետական ուրեմն կոնֆերանս սեմինար է անցկացնում նփակում, ասելով, որ ճարտարապետությունը դա արհեստ է, ուրեմն մի անցկացրեք։ Հիմա մյուս հարցը, որ դուք ասում եք ճարտարապետները պետք է համոզեն պատվիրատուների, աղվանի կառուցման ժամանակ, տների ժամանակ և այլն։
Դա միայն ճարտարապետի գործ չի, աշխարհում դրանով զբաղվում են անտրոպոլոգները եւ սոցիոլոգները։ Ստեղ սովետական միության մենակ Մոսկվայում է եղել, որովհետեւ ինքը տիպարային նախագծերի հիմնված է եղել։ Հասկացեք մի հատ էլ այդ միտքը ասեք, հա։ Այս վերջի միտքը։ Ինչ չի, մենակ ճարտարապետը ինչ չի պետք անել։ Մենակ ճարտարապետների ֆունկցիան չի համոզելը։ Նամանավանդ երբ որ ավան է կառուցում, անգամ բնակելի կամ փոքր բանի բնակարան։ Դա սոցիոլոգների եւ անթրոպոլոգների գործն է, որը ցավոք սրտի Հայաստանում տենց էլ չընդգրկվեց ոչ ճարտարապետական, ոչ քաղաքաշինության process-ների մեջ։ Հիմա մյուս հարցը, դա հնարավոր է եկել է սովետական միության պրակտիկայից, որ ճարտարապետական եւ այդ քաղաքաշինական խնդիրները Մոսկվայում է լուծվում, այնտեղ տիպարային նախագծերով, տիպարային ավաններով եւ ունիվերսալ մարդու համար էին նախագծում։ Հիմա ունիվերսալ մարդ հասկացողությունը աշխարհում դուրս է եկել։ Մոդեռնիզմից անցել ենք պոստմոդեռնիզմ։ Հիմա ամեն մարդ ոնց որ ինդիվիդուալ է եւ ավելի շուտ կուլտուրալիզմի ենք գնում։ Կուլտուրալիզմի, այսինքն մարդը այդ ճարտարապետությունը եւ քաղաքաշինությունը ինքը որպես մշակույթ, ինքը ուզում է դեպի իր մշակույթի ակունքները գնա։ Իսկ դուք այսօր ասում եք ազգային խնդիր չկա։ Հասկանում եք։ Հիմա 70 տարի հետո ճարտարապետությունը ոչ մի նորմալ զարգացում չունեցավ, պորտկում չեղավ, ինչի համար։ Ու հետո դա ճարտարապետական կրթությունից էլ է գալիս, սովետական տենդենսներից էլ է գալիս ու դասախոսական կազմի մոտեցումներից է գալիս։ Այսօրվա դրությամբ տալիս են 4-րդ կամ 3-րդ կուրսի ուսանողի 30,000-անոց ավանի կառուցում, իսկ 30,000-անոց ավան ինքը կյանքում կկառուցի, թե չի կկառուցի, դե հետո անեն 30,000 չի գալի, դե դա 3,000 հիմա հարցը դա չի, հարցը նա է, որ ինքը 33,000-անոց ավան, այսօրվա ճարտարապետը ինքը այդպես պատվեր ունենա, թե չի ունենա ամբողջ իր գործունեության ընթացքում, դա շատ մեծ հարց է։ Աշխարհում անգամ 33,000, 5,000, 10,000 ճարտարապետներ, որոնք բավականի անվանի ճարտարապետներ են։ Իսկ բան փոքր մասշտաբի ոչ մի բան այսօրվա դրությամբ մեր ճարտարապետական ինստիտուտներում չեն սովորացնում։ Համեմատած Եվրոպայում կամ Ամերիկայում։ Ու խնդիրը բացում, ինքը ավարտում է, ինքը իրան մայստրոյի տեղ է դրել, բայց ոչ մի բան չի կարողանում անել։ Շնորհակալություն։ Ու այդպես էլ ինքը մտնում է շուկա։ Ինչ եք ուզում ասել։ Ուզում եմ ասեմ, որ մոտեցումները պետք է փոխվի, թեկուզ, եթե ճարտարապետական սենց բաներ են արվում, ինստիտուտում ինչ-որ ռեֆորմ անելը դա անհնար բան է, հնարավոր չի, բայց գոնե հանդիպումների ժամանակ քիչ-քիչ պետք է այդ ամեն ինչը հասկացվի, որ պետք է լինի անտրոպոլոգիա, որ պետք է լինի սոցիոլոգիա, թեկուզ սոցիոլոգներին կան չեն, իրանք մոտեցումներ շատ հետաքրքիր բաներ են ասում։ Ուրեմն ես նույնիսկ կողմնակից կնեի, որ երկրագնդի բնակչության համար բնակավայրեր նախագծային ուսանողները բարձր կուրսերում, ոչ միայն 30,000, ոչ միայն 30,000, գալակտիկական բնակավայրեր նախագծեն, որովհետև հենց նույն պատճառով ինչ-որ դուք եք ասում, որովհետև որ դուրս գան, իրանք երբևէ նման բանի մասին այլևս կարող է երբեք չկարողանան առիթ ունենալ մտածելու։ Աստվածտա կարողանան առիթ ունենալու։ Երկու մոտեցում կա, ես շատ ուրախանում եմ, որ դուք այդ հարցը բարձրացրեցիք։ Մեկը ասում է, մինչև նեղ խփել չսովորացնես, երեխուն կոշիկ կարել մի տուր, ընդհանրեն կոշկակար են պատրաստում։ Մյուսը ասում է, դու իրան ասա, թող թռչող կոշիկներ անի, վաղը որ դուրս գա, ինքը ստիպված է լինելու նեղ խփել։ Երկու տարբեր մոտեցումներ կա եւ ինստիտուտում
այդ երկուսն էլ կան եւ մեծամասնությունը կազմում մեկ մխելու տեսակետը, որ երեխաներին պետք է սովորեցնել արհեստը, որ նրանք կարողանան վաղը դուրս գան, կարողանան փող աշխատեն, իրենց գլուխը պահեն։ Չէ՞ որ մենք պատասխանատու ենք ասում են երեխաների համար, որ իրանք իրանք գլուխը պահեն, ուրեմն իրանք այդ արհեստը պետք է սովորեն։ Իսկ ձեր ասած իրոք այդ դեպքում տեսակետը, որ 30,000-անոց կամ 3,000-անոց բնակելի ինչ է նախագծում, դա իրոք այդ դեպքում արդարացվում է։ Մյուս տեսակետը պնդում է, որ ցանկացած արվեստանոց մտնելով, նախագծային կազմակերպություն մտնելով, այդ նոր աշխատողը ստիպված է լինում ոչ միայն մեղ մտնել, կոշիկներ լպստել եւ ես միջանել, այլ նա մոռանում է, որ вообще ինքը ինչ կենթանի է։ Դրա համար մի հատ իրան սկզբից մի հատ քացի են տալիս, ասում են մի հատ հələ դու արևներ ստեղծի, գալակտիկաներ ստեղծի, որ հետո երբ որ քեզ կոշիկի մեխեր ցես խփել, դու չմոռանաս ինչի մասին է գործը։ Հաջա։ Չէ, ինչ եկեք խոսենք կոնկրետ։ Ես վարժապետ եմ, ես իմ չափով կարամ պատասխանեմ, ինստիտուտի քաղաքականությունը ես շատ բաներում կարող եմ մանչանեմ, ես այնտեղ փող եմ աշխատում։ Ես կարող եմ ասել իմ կարծիքները, եղավ։ Ոչ արտադրության համար որևէ ճարտարապետ ստեղծված իրավունք ունի խոսելու, ոչ ինստիտուտի անունից։ Ինստիտուտի քննադատությունն էլ ստեղ առանձնապես իմաստ չունի, որովհետև ինստիտուտի ներկայացուցիչներ չկան կամ իրանց այդ հարցը դնողը չկա։ Ստեղ կարող ենք մենք քննարկել մեր միջև տարբերությունները։ Եվ դա շատ հետաքրքիր է, որ այս ժողովուրդը հավաքել է, իրանք միջև որ համակարծիք են, ասենք ես Ստեվադայից ինչ-որ բաներ ասում եմ համեսակետ համաձայնում ես նրանով, այդտեղ ինչ շատ տարբերություն է։ Մենք շատ լղոզ տարբերությունների մեջ ենք։ Այսօր եթե ճարտարապետների միությունը մի րոպե չծրվի, չէ, քանի տարբեր սկզբունքներով ճարտարապետների միություններ կարող առաջանալ։ Ես կասկածում եմ, որ շատ քիչ, 1.5 Հասկանում եք, իսկ առաջ տենց չի եղել, չէ, մինչև միասնական միությունը եղել է, մարդիկ տարբեր դավանանքներ, հավատամքներ են ունեցել, տարբեր սկզբունքներ են առաջնորդել տարբեր սկզբունքներով։ Եթե ես ու դուք, օրինակ ես ձեզ շատ հավանում եմ, որ դուք ասում եք համագործակցություն տարբեր մասնագիտությունների հետ, անհրաժեշտություն նախագծման մեջ, դա հենց ես ձեր հետ եմ այդտեղ։ Այդտեղ վերջ չունենք բոլորովին եւ շատ շնորհակալ եմ, հենց այդ եմ ասում։ Արվեստագետը միշտ կապվում է ինչ-որ ինդիվիդուալ կամ խմբակային գործունեության հետ, չնայած նրանք այդ ժամանակահատվածը շատ մեծ կարիեր արել այդ ուղղությամբ, բայց ճարտարապետությունը ուղղակի պարտավոր է այդ լայն ընդգրկումը բացել։ Այսօրվա մեր ճարտարապետական թերությունները են, որ փակում են ասպարեզ, ասում են դա մասնագիտական խնդիր է, դուք դուրս եկեք։ Ինչքան լայնացվի այդ, այնքան մենք բոլորս կշահենք, ես շատ շնորհակալ եմ։ Օրենսդրական ուղղում կատարեմ այս արհեստի եւ արվեստի խնդիրը, թերևս ճիշտ եք դուք, ասեի արվեստ, բայց մի քիչ ինձ համար լղոզված է ինձ համար։ Բայց կարևորագույն հանգամանքը իմ կարծիքով մտավորականության համար դա ակտիվիստ լինելն է այս ասպարեզում։ Պետք չի անպայման կուսակցության մեջ քաղաքական դաշտում ակտիվիստ լինել, բայց դուք պետք է ազգային կամ ասենք ժամանակակից ազգային բառը նրանք մտող, ժամանակակից ճարտարապետությունը զարգացնելու եւ առաջ բերելու համար պետք է աշխատանք հանրության մեջ, որտեղ վերջը վերջո այն մարդը, որ տունը սարքում է իր համար, իր փողն է ծախսում եւ թելադրում է իր ցանկությունը։ Եվ դուք ոչինչ չեք կարող այսօր անել դրա դեմ։ Հատկապես, երբ որ մենք արդեն մտնում ենք կապիտալիստական համակարգի մեջ, որտեղ իշխում է փողի տեղը։ Այդտեղ դժվար է խնդիրը եւ դուք պետք է որոշ ձևով ձեր արժեհամակարգը փոխանցեք, զարգացնեք, պրոպագանդեք։ Հակառակ դեպքում խայտարակ վիճակի մեջ կգտնեք։ Մի եթե կարելի է ես երկու շատ կարճ ասեմ։ Առաջին քանի որ խոսակցությունը սկսեց բավականին
մի կողմից ընդհանուր, մի կողմից ոչ շատ ընդհանուր, խոսում ենք որոշ սահմանումների մասին։ Հայկական, այսպես ասած, կամ սովետական տրադիցիայով, կամ այսպես ավանդական բանով։ Հիմա որ մենք խոսում ենք ճարտարապետ եւ քաղաքաշինարար, մենք շատ ընդհանուր ենք մոտենում դրան։ Այո, իհարկե ներկապահին, շատ կոպիտ ասած, քաղաքաշինությունը կապ չունի ճարտարապետության հետ կամ հակառակը։ Քաղաքաշինությունը մեր բան չի, ճարտարապետի մենաշնորհը չի։ Մենք բոլորս դա գիտենք ու դրա մասին ոչ ոք չէ վիճում։ Իսկ երկրորդ, ոչ ոք իրավունք չի միանգամից այդպես միանշանակ ասի, որ ճարտարապետությունը արվեստ է կամ արվեստ չի, հազարավոր տարիներ մարդիկ դրա մասին բանում, դրանից պետք չի նեղանալ, որ ես ասում եմ այսպես կամ մեկ ուրիշ մեկը ասում է մի ուրիշ ձև։ Ընդհանրապես դա։ Պարոն Մարիսյան, դուք ասում եք, որ հիմիկվա կապիտալիստական այս ռեժիմի մասին ինչ ասում, դա թելադրում է, որ պատվիրատուն թելադրի եւ ինչ ուզում են կառուցի, բայց շատ երկրներում, օրինակ Ամերիկայի օրինակով գիտեմ, որ այնտեղ օրենքներ կան, որ ամեն ինչ չի, որ ամենտեղ կարող ես գծել եւ հատուկ ինչ որ կոնկրետ շատ քիչ քանակի ճարտարապետներ իրավունք ունեն ինչ որ իրենց ֆանտազիային զոր տալ կոպիտ ասած։ Ես թերևս ոչ թե ուղղեմ, բացատրեմ, պարզ է, ցանկացած քաղաքակիրթ միջավայրում դուք ունեք օրենքներ, ունեք regulations, պայմաններ, որ այսպես կարելի է, այսպես չի կարելի եւ այլն եւ այլն։ Բայց հենց այդ պայմաններում գալիս է այն մարդի ցանկությունը, որ ասում է ես ուզում եմ իմ նջարանի պատը կանաչ դնել։ Այդ է ուզում։ Եվ մյուս պատը ուզում եմ սերներ։ Դու ասում ես այն երջան, դու ուզում ես դա հանգստան, շատ ես հասարակ նմուշ եմ ասում, որպեսզի բաց լինի։ Մեկը չի կարող գա որևէ օրենսդրությամբ եւ կանոնադրությամբ քո բնակարանի ոճը որոշի։ Կարող է ասի, ողջիք հարևանից 5 ֆուտ հետ նստի, հետևի հարևանից այսքան հետ նստի, 4 հատ պարկինգի տեղ ունեցի եւ այլն եւ այլն։ Բացությունը սրանից ավել չի։ Բայց երբ որ գալիս է այդ խոսում ենք ազգային ճարտարապետության ոճի մասին, այդտեղ գալիս է մարդկանց, ասին սպառողի, որը ունի կոնտրոլ, որովհետև կամ արտադրում է, կամ սպառում է, երկու պարագայում են իր փողն է որ խոսում։ Ասում է, ես այսպեսի տուն եմ ուզում։ Եվ մենք գիտենք, որ դա ահռելի ապրելու տեղ չի ստի։ Բայց դու չես կարող նրան համոզես զորով, օրենքով, այլ պետք է նրան համոզես տրամաբանությամբ։ Դա ընդհանուր կրթությունն է, ընդհանուր համայնական զարգացումն է, ոչ ֆորմալ կրթությունն է, որ մարդը գալիս է եւ ասում է, ես գիտեմ, ուզում է, այսպես ասած, էսթետիկայի եւ ֆունկցիայի մեջ հավասարակշռություն առաջացնել։ Այս է ես չեմ ուզում եք անցեք Ալամ, դες բարեկես, ես նախարարություն եմ, բայց միսակ ամենասկզբից նշեցիք կենզոտանիքի մասին, որ իր առաջին այդ գործում սիլուետներով նմանացում էր ճապոնական ճարտարապետության տրադիցիաներին, բայց հետագասերում դա արդեն ընդհանրապես ոչ մի բանով նման չէր, ու եթե ես ճիշտ հասկացա, դուք ոնց որ կենզոտանիքին ընդհանրենք համեմատենք Թամանյան գետորերի նմանացներ, բայց հաջորդ սերունդը, որը որ չէր նմանացել։ Որպես մասամբ ժամանակակից հայկական ճարտարապետությունը, որ պետք է լինի ու եթե լինի դրանով հետաքրքրի ամբողջ աշխարհը, ամբողջ բացեն, ոնց որ չիլիական է, ճարտարապետական բումը եղավ, ու իրան ժամանակակից ճարտարապետությունը ստեղծեց ու բոլորին դա հետաքրքրեց։ Օրինակ ոնց եք տեսնում, հաշվի առնելով աշխարհում ժամանակակից ճարտարապետական տենդենսները, ժամանակակից հայկական ճարտարապետությունը, որը կհետաքրքրի ամբողջ աշխարհին, ինչպեսի մոտավորապես կարող է լինի, կամ որ տենդենսներին, որ հիմիկվա ժամանակակից նման կլինի, ոնց կլինի, կամ արդեն լինում, չգիտեմ։ Շնորհակալություն։
ես բավական բարդացած եմ տալի, ես փորձեմ ինչ-որ մի բանով լղոզել, որ չպատասխանեմ ձեր հարցին։ Չէ, փորձեք պատասխանել։ Ուրեմն առաջինը ինձ ուզող հարցերից։ Այստեղ Սարհատն է նստած, ասենք դա գործունեության մի որոշակի ձև է, շատ կարևոր, որը փորձում է օրենսդրական կամ իրավական հաղթության մեջ տեղ տանել։ Դա առանձին խոսակցություն է։ Մյուսը, ասենք Նարեկ Սարգսյանն լսնեմ, որը պրոդուկտիվության չեմպիոն է, ասենք արտադրանքի հետ թողնելու չեմպիոն է։ Հիմա ինձ ինչն է հետաքրքրում այստեղ։ Մեզ մոտ կառավարական մակարդակում համենայն Սուրյան Սարգսյանի օրոք հաստատ տենց է, հիմա չգիտեմ ոնց է, ազգայինը անգիտակցաբար եւ կարծիքով, որոշ դեպքերում գիտակցաբար, նույնացվում է ցածր տեխնոլոգիաների հետ։ Ձևի մեջ են փնտրում ճանաչելիությունը եւ պոպուլիզմը դրա համար գնում։ Դա իմ կարծիքով երկար կշարունակվի, դրանից դեմը չեն կարող գնանք, ուղղակի պետք է մենք մեր մեջ հասկանանք, որ դա պոպուլիզմ է եւ դա ուղղակի ցածր տեխնոլոգիաները վեհացման ճանապարհը ազգայինի անվան տակ։ Իմ կարծիքով ժամանակակից ճարտարապետությունը այնքան հետաքրքիր տեղեր է գնում, որ ես մի քիչ ինձ ծեր եմ զգում։ Ոնց ասեմ, շունչս չի հերիքում լինել ճարտարապետը այդ ժամանակակից, այսինքն այն իմաստով, որ ես հասկանում ես չհամաձայնվեցի, երբ որ ասեց, այսօր ով որ արտադրում է ժամանակակից, ով որ այսօր արտադրում է, որովհետև ժամանակակից պարտադիր չի որ լինի։ Ինքը կարող է ծնված օրից, չծնված օրից, բեղմնավորման օրից արդեն արխայիզմի մեջ թախնաներ տա, որում դա հինը չի, դա չեղած հինն է։ Ես կողմնակից եմ ժամանակի այդ ընկալմանը, որ ապագաները կուտակվում են միտեղ, անցյալները միտեղ, անկախ երբ հայտնվում։ Այսօր դուք եթե շանս ունեք հետևելու բիոյի տեխնոլոգիաների զարգացմանը, եթե 20-րդ դարը, 21-րդ դարի սկիզբը դա մեքենաշինական դոմինացիայի տակ էր գնում, այսօր արդեն բիոինֆորմատիկ տեխնոլոգիաների տակ են բաները ապագաները սպասում, ես երազել չեմ կարող, դրա գերազանցում է իմաստի սահմանները, դա գերազանցում է որևէ էսթետիկ տրադիցիայի շարունակականությունը, այստեղ հսկայական օվկիանոսապացում, ոնց որ ծովում լող տալեքսորում կամ Սևանում միջև Սևանում լող տալեքսորում, այդ ծովը, այդ մի հատ օվկիանոսապացում հնարավոր չի պատկերացնել ինչ։ Ես մի հատ օրինակ բերեմ, որ արդարացնեմ, երբ որ ես ուսանող էի, տենց մի հատ կոնկուրս եմ արել, որտեղ առաջարկում էի, որ տունը, տենց էր կոչվում կոնկուրսը, ռիբալտական, կոչվում էր Սար Նաստրայինի, ես ասում էի, որ տունը պետք է մարդու տրամադրությունից կախված փոխի իր չափերը, ինքը սննդի փոշիով, ասենք վուտի փոշին, հետո պանելներ պետք է արտադրեն, որոնք քլորոֆիլ են արտադրում, ոչ թե ծառեր աճացնել իսկական, այլ մարդու կողմից արտադրված պանելներ, որոնք թթվածին են արտազոտում եւ այլն։ Այն ժամանակ ինձ պատասխանեցին Վիլնյուսից, որ դա ճարտարապետական հարց չի։ Այսօր ես վերջերս հանդիպեցի իսպանական մի երիտասարդական կոնկուրսում, համարյա նույն նախագիծը շահել էր։ Այսինքն տեսեք ինչքան տարի հետո շատ կարճ մի բան, որ չի համարվել ճարտարապետական, այսօր համարվում է ճարտարապետական։ Դրա համար եմ ասում, նախագծելը պետք ոչ թե մեղ խփել, պետք սովորել, այլ հասկանալ, որ քո ցանկացած եզերական գաղափար այդ մի հատ փոքր մեղ չափել չկա, որտեղ չեք հասցնում, աշխարհը շատ ավելի արժանի է, քան ես, որ կարող է դուրս մղեմ այդտեղից։ Ամբողջ հարցը կյանքին արժանի լինելն է։ Մարդիկ եւ հասարակությունները, որոնք արժանի չեն այս կյանքին, կյանքը շատ ավելի զիլ է, քան ես sense մեծ ուզում եմ ցույց տամ, թե ես հասկանում եմ, չեմ հասկանում ինչքան զիլ է։ Եվ բոլոր դեպրեսիվ այդ մոմենտները ցույց է տալիս, որ ուղղակի դմբոյացման մեջ է, կամ որ կարծում ես նույնպես արել, ոչ մի բան շատ ավելի հետաքրքիր է։ Հիմա ես կարծում եմ, որ եկող ճարտարապետությունը ոչ թե շարժվող արդեն ճարտարապետություն է, այստեղ ստատիկայի դինամիկայի հարցն է, շարժումը եւ ճարտարապետությունը ռուբրիկայի մեջ կարելի է։ Արդեն բիոինֆորմատիկ սինթեզի ճարտարապետություն է սկսվում, որը ես չգիտեմ ինչ է։ Ես ձեզնից եմ սովորելու, եթե դուք ինձ ցույց տվեք, սուտ չեմ ուզում խոսամ, ուսանողները չեն սովորացնում դասատուները։ Ես ցավում եմ, բայց ես միշտ հույս ունեմ, որ ուսանողներից սովորեմ այդ բանը, բայց այս մասնագիտությունը մի քիչ ծանր մասնագիտություն, ինչև կարողանում ես ինչ-որ
շատ չճրշվեն անարդարությունների, դժբախտությունների, դարբերի, սեքսուալ պահանջների միջև կյանքդ անցնում է, հետո երբ որ ուզում ես արդեն ասես չէ, ասես մեզ արդեն ուշ է։ Ես դրա համար ձեզ ուզում եմ ասեմ, որ թեկուզ իմ բերանը արժանի չի, որ ես մեծ բաներ խոսամ, բայց իմացեք, որ շատ ավելի զիլ է եւ ձեր հնարավորությունը շատ ավելի մեծ է իրականում այսօր, քան դուք կարող եք ենթադրել կամ երազել։ Մի խափնվեք, գիտեք, թանկա այս քաղաքական ռեժիմը, այս գեոպոլիտիկ շրջանը, այս պատերազմի սպառնալիքը, դրանք բոլորը բլեֆ են, որ դուք չտեսնեք, որ չթռնեք։ Մի հատ բան, որ ասեցիք պատերազմի ռեժիմը, բայց բոլոր ճարտարապետական բուները ու միշտ լինում են զարգացած երկրներում, հետո երկրորդ հարցն առաջանում, բնականաբար մենք հասկանում ենք, որ մեր երկրորդ չի զարգանում, արդյոք կարող է հետաքրքիր ճարտարապետություն առաջանալ այն երկրում, որը որ չի զարգանում։ Մենակ անհատների շնորհիվ, ինձ թվում է, որ ով ասեց, որ դուք ես երկրում եք ապրում։ Ես չէ, եթե դուք դնում եք խնդիրը սահման, հետո այդ հարցը լուծել, դուք եք դրել այդ սահմանը։ Ես ուսանողներին պնդում եմ ուղղակի, որ իրանք գալիս են դասի, իրանք համարեն, որ գալիս են իրանք երազած համալսարանը, եւ եթե ինչ-որ բան չի համապատասխանում, այդտեղ տեսնենք։ Սովորաբար այդպես չի։ Չէ, սովորաբար մեր մեջով դες չի։ Հեղափոխությունները, որ իրանք զավակներին ուտում են, նրա համար է, որտեղ այդ զավակները այդ աշխարհի մասն են, որը իրանք ուզում են քանդել։ Եթե քանդեն, իրանք էլ հետն են քանդում։ Ուզում եմ ասեմ, եթե դուք համարում եք, որ երկիրը լավ չի, այդ մի հատ ինձ քանդեք հիմա, ձեզ քանդեք հիմա, ուզում եմ ասեմ, շատ մոտիկ է, եւ մի այդ վախերի տակ ապրելուց է լինում դա։ Երկիրը չի ճարտարապետություն տալիս, դուք եք տալիս։ Դուք եք տալիս, դուք վաղը արտադրելու եք, ես դրանից սկսեցի, աշխարհի համար, այս տերիտորիայում չէ, եթե դուք կոնկուրս եք հաղթում, ես ինչքան դեպքեր գիտեք, որ երկաթե վարակույրի պատճառով մարդկանց չեն թույլ տվել, որ իրանց գյուտերը պատենտավորեն, եւ այլն, հայերին, ռուսներին, չէ։ Ուզում եմ ասել, մարդիկ, ովքեր ապրում են աշխարհում, նրանք արտադրում են, ով որ կարծում է, որ ինքը իր բերդում է ապրում, նա չի արտադրում։ Մոտ 90 րոպե դուք հասարակագիտական տեքստեր եք արտադրում, բայց խոսում եք արվեստից ու արվեստից։ Միգուցե խնդիրը հենց այդտեղ է, որ ներկա տենդենսների մեջ այդ նույն ձևի ախոսակցությունը գնում արվեստի ու արվեստի մեջ, իսկ իրականում խնդիրը ուրիշտեղ է։ Չէ, բացելու խնդիր չկա, այսինքն ինչի մասին, որ եթե ճարտարապետության մասին էինք այսօր խոսում, ապա պիտի խոսենք, ինչպես պարոն Բալասանյանն ասում, զուգարանները արդյոք կարելի է դնել 70 սանտիմետր, այդ 80 սանտիմետր, իսկ եթե արվեստից ենք խոսում, միգուցե Ջին Պետրովիչի ծավալաստեղծման ինչ-որ պրինցիպները պետք է համեմատենք օրինակ Քյուրքչյանի, բայց դուք լրիվ ուրիշ բանի մասին եք խոսում։ Իսկ միգուցե հենց Մարիամի ասած կրթական պրոցեսում այն ինչ-որ հիմա գնում է այդ հասարակագիտական շապողականությունն է պակասում։ Նա ասեմ, այսօր ճարտարապետ բառը կարելի է բառարներում գտնել ծրագրավորողների մոտ, որը ոչ մի կապ չունի շինարարության հետ, որևէ շենք կառուցելու կամ քաղաքաշինական ինչ-որ միավոր այգի կամ բան անելու հետ։ Ճարտարապետություն բառը ես միշտ կողմնակից եմ այդ իրանց ծրագրավորողների ընկալումները մտցնել, բայց միացած ներկայություն կա։ Ես նկատել եմ, որ մարդիկ աշխատելով արվեստի կամ մշակույթի որևէ ճյուղում, ինչքան էլ որ երազանց ինչ-որ համբավ ունեն կամ նման, հարևան ճյուղում կարող ոչ իման չհասկանան։ Այդ թվում է, որ արվեստագետ են ինչ-որ մի բանում հասկանանք, շատ լավ օրինակ էր, այդ որ ասում եմ մեր հայտնի կոմպոզիտոր Միրզոյանը ասեց, սա մեր Արնոն չի, չէ, Ալոժյանի արձիմը, ինքը համարում որ իր Արնոն պետք է այնտեղ էլ։ Հիմա ինչի եմ ասում, բավակ իրավաբանը, լավ իրավաբանը, շատ լավ իրավաբանը, Եմնդոր մարդու իրավունքների պաշտպան, ուզում ասեմ ժամանակակից իրավաբան, անպայման չի, որ ինքը հասկանա ինչ բան է ճարտարապետություն կամ երաժշտություն ժամանակակից։
շատ հաճախ մարդկանց մոտ որ ասում են արժեքային համակարգեր, չէ, դրանք համակարգված չեն, իրականում դրանք արժեքների տոպրակներ են, որտեղ շատ հակասող բաներ կան մեջը։ Ու երբեք շատ քիչ մարդ կա, որ ինքը համակարգված ինչ-որ բան ունի։ Ինչի համար եմ սա ասում։ Ես կողմ եմ իրավական, քաղաքական, հասարակական ասպեկտները առաջին հերթին քննարկելուց, բայց ես գիտեմ, երբ որ ասենք հենց այսօրվա արդյունավետ հեղինակները իրանք ոչ միայն դա տեսականորեն են անում, դա պրակտիկորեն են անում։ Մարդիկ անընդհատ հանդես են գալիս, հենց մեր սիրելի Նարեկ Սարգսյանը հանդես է գալիս քաղաքը բաժանել, դա պոլիտիկ քայլ է, առաջարկ կա։ Նրանք հանդես են գալիս վարչական ինիցիատիվա, նոր օրգաններ է ստեղծում, չէ, կոմիտե ստեղծվեց, մինիստրություններ, այսինքն մարդիկ շատ ակտիվ դա անում են, բայց ֆորմալ արտադրության, այն կոսոտ ճարտարապետությանը, որը քո ասածի մեջ չի մտնում, սոցիալ-քաղաքական, իրաց պատկերացումն է ոչ թե ինքը տենց անում, որովհետև իրանց արվեստի մասին կամ տեզերքի մասին մի խոսքով կամ մշակույթի մասին պատկերացումները կապ չունեն այդ գերազանցության հետ, որոնք նա անում են հասարակական քաղաքական ոլորտում։ Դրանք տարբեր բաներ են։ Լավ մինիստր չի նշանակում, որ նա ինչ-որ երաժշտությունից բան է հասկանում, բայց մինիստրը ինքը միանգամից բանով իր պոլկայով գործունեության ոլորտ կոնցեպտուալ մակարդակի գործ է անում։ Այսինքն ասածս այն է, որ նույնը չի, շատ կարևոր է այդ բոլորը առանձին անել, նույն բանը չեն։ Չի նշանակում, որ եթե ես այսօր խոսում եմ հասարակականի մասին, ես դրանով ավելի ակտուալ ճարտարապետություն եմ անում, չէ։ Ես կասկածում եմ, որ կարող եմ ճարտարապետներ լինեն, որոնք գյուտեր անեն, որոնք ես երազեի ստորագրել դրանց տակ, բայց իրանք չհասկանան ինչից են խոսում։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ եթե կոնկրետ այսպես բան կա, խնդիր կա, թե ինչի մասին պիտի խոսում, պիտի հարց առաջանալ։ Քո հարցը նրանում է, որ ինչու չեք խոսում ուրիշ բանի մասին։ Եթե հարց տա, խոսենք ուրիշ բանի մասին, այդ մեկ։ Իսկ երկրորդը, որ եթե այս խոսակցությունը գնացել է, այս կողմ։ Իսկապես այլ բանի, այսպես ասած, ինքնա հարստացման ինչ-որ միջոց է, մարդիկ կա, որ չեն մտածում նրա մասին, իրանց համար օրինակ համար ճարտարապետությունը անելը ուղղակի պատերի երկու գծագուշան մեջ, պատումունի երկու հատից այդ երկու հատից գծելն է։ Չգիտեմ, անձամբ ինձ ուղղակի շատ հետաքրքիր է, բայց եթե ուրիշ բան կա, ուղղություն կա, կարելի է դրա մասին խոսել։ Չնայած, չգիտեմ, ես այդքան դառնալ չունեմ։ Մի ուրիշ բանը շատ կարևոր հարց է, հետաքրքիր հարց է, ուզում եմ շարունակել։ Ես բնդում եմ, որ ճարտարապետությունը ոչ մի պատվիրատուի համար չի արվում, մարդկանց համար չի արվում, ոչ մի համար չի արվում, և ընդհանրապես ճարտարապետը չգիտի և ինչի համար է անում, դա ավելի լուրջ բան է, և ճարտարապետությունը ինքը լեզու է, և սովորաբար, երբ որ ճարտարապետության մասին խոսում են, շատ հեշտ է լինել, խոսակցությունը շատ հեշտ ջեղվում է սոցիալ-քաղաքական, մանկրթական, կազմակերպչական, տնտեսական, էկոլոգիական, բոլոր հարցերին կան տարբեր դիսկուրսներ, նրանք օգտվում են լեզվից, բառերով լեզվից։ Ճարտարապետությունը ինքը լեզու արտադրող ձևը մտածողություն է, ոնց ասեմ, լեզու է լեզու և լեզու արտադրող, դրա համար այդ հեշտությունը, որով կարելի է անել մեկը մյուսի միջև, որը ճարտարապետները այդ Պուշկինի ասած այդ պերսոնաժային շատ են, полумудрец, полуневежда, полуподлец, но есть надежда, что полным будет наконец։ Չնայած այդ մարդը մեղավոր չի եղել, ոնց հասկանում ենք, բայց Պուշկինը կտպանագրել, ճարտարապետների և թշվառությունը և պերճանքը հենց այդ դրա մեջ է։ Դա շատ բազմակողմանի բան է և այդտեղ պահել դիսկուրսիվ ճարտարապետականությունը, այսպես ասած, որ ոչ էսա, ոչ ենա, ոչ ենա, ոչ ենա, ոչ էլ բոլորը միասին է, այլ մի քիչ էլ ուրիշը, դա է հենց հիմնականը, որը լեզվով այսպես խոսելով չի տրվի։ Դա ուրիշ նանգավառ է։ Կարող եմ մի հատ էլ հաստա։ Միսակը կարծեմ իր խոսքի մեջ ասեց, ճարտարապետությունը, որ կրկնվում է, մոտապես իրացվում է, դա մոտապես կարելի ասել ժամանակի ճարտարապետությունն է, ճիշտ հասկացա, չէ՞, մոտապես է։ Ամեն 20 տարվա թեզ է, որ ինչ եմ ուզում ասել, մենք հաճախ հենց որ բացում ենք այդ ժամանակի ճարտարապետության գրքերը, որտեղ
չգիտեմ, Սիզայի, Կոմբոբայեզայի այդ սպիտակ, ոչ ճարտարապետին շատ քիչ բան ասող, մեզ երբեմն օրգազմի հասցնող այդ լուծումները հենց որ տեսնում են, բայց այն դեպքում հենց որ հասարակական պահանջն ենք, ձևակերպում, միգուցե Հյուսային փողոցում, այսպես ասած, հասարակության լայն զանգվածների լեզումը, ինչի պիտի բերենք այն սպիտակ, ոչ բան չասող ինտերիերները, որ մենք սիրում ենք անկնում մի հատ լիմոնի ծառը և դրանով ինչի պիտի դա բերենք, փաթաթենք հասարակության ոզին, հրմիատեր կերքեր գրենք, տեսություն մշակենք և այլ պրոպագանդենք, որ հետո մի օր մենք նման բանանենք։ Ժամանակի մասին նախ այսքան չասի, բայց այդ չեմ ասում։ Երկու տեսակետ կա, կամ որ վերածնունդը ներկայացնում Լեոնարդո դա Վինչին 15-րդ դար, ասենք թե, կամ որ դա չի ներկայացնում Լեոնարդո դա Վինչին։ Ես կողմնակից եմ, որ ներկայացնում է, այսինքն իր ժամանակակիցները մի 200-300 տարով իրանից հետ են։ Ժամանակը ներկայացվում է իր պիկերով, ոչ թե միջինացված վերարտադրությամբ։ Ես ասում եմ արժեք, որը համարվում է Տեխասի օրինակով ինձ դուր էր եկել, ես էդ էի ասում, որը կարելի է համարել առ, այսինքն մի քանի բան, 3-20 տարի դա վերարտադրվել է, տիրոժավորվել է, քննադատություն առաջացրել եւ այլն, այսինքն որը որ հետաքրքրական առաջ է, բայց այստեղ հարց կա ում կողմից, ես ասացի, որ պոպուլիստական է այդ մնացած ժողովրդությունը։ Ասացից է դա, որ ժամանակաշրջանը երբեք այդ միջինացած վերարտադրածով չի, դա բացառիկ պիկերով է։ Բայց պիկին հասնելու համար դա պիտի այդ ես ասացի ինձ թվում է որ ներկա պահին մեր բանը այսպես ասած ներկայացվող ազգային ճարտարապետությունը դա Հյուսային փողոցում դեռ իրանական ճարտարապետությունն է որտեղ վերարտադրվում է որովհետև դա մարդիկ դա հավանում են կամ իրանց հավանածին են տվել ու իրանում ուզում են ներկայանալ բայց այդ պիկին հասնելու համար պիկը անընդհատ արտադրվի տարբեր ուղղություններով ու պետք է ռեկլամարվի ամեն մեկը իր պրոդուկտը պետք է ռեկլամարվի մինչև հասնի այդ կրիտիկական պահին։ Աչքը տեսնում է, հասկանում եք, ոնց կարա հասնի։ Մարդու աչքն է, կանում է գեղեցկության ու տգեղության մասին չի խոսքը, ինձ համար օպերայի շենքը տահաճ տգեղ շենք է, հետո Այդ չի նշանակում որ Թամանյանը վայր ճարտարապետ է, ինձ համար դա տգեղ շենք է, իսկ ինձ համար չգիտեմ, Միսակի համար ասեց Ալվարոսիզան բան չի, այդպես հաճելի չի։ Հետո Մեծ